Կարիճափար ծովեզրյա առանձնատանը մի հզոր գործարար կին ապրել էր տանջված մեկ գաղտնիքով։ Ավելի քան 20 տարի առաջ նրան ստիպել էին թողնել սեփական դստերը։ Այն, ինչ թվացել էր հավերժ թաղված, կրկին դուրս է գալիս լույս աշխարհ, երբ նա պատահաբար հեռուստացույցով տեսնում է մի երիտասարդ մատուցողուհու, ով կրում է այն մանյակն, որը ինքը թողել էր նորածին երեխայի վրա։ Այս անսպասելի հանդիպումը բացում է ցավալի ճշմարտությունների մի շղթա, ոչ ոք չի մնա անփոփոխ այս բացահայտումից հետո։ Օգոստոսյան այդ գիշեր Երանի վրա հորդառատ անձր էր տեղում, առանձնատան պատուհանները վերածելով հեղուկ վարագույրների, որոնք աղավաղում էին ներքում փռված քաղաքի լույսերը։ Անահիտ Կարապետյանը մենակ էր, ինչպես միշտ։ Հսկայական տունը, իր անվանի դիզայներների կողմից ձևավորված սրահներով կարողություն արժեցող արվեստի գործերով, մենության մեջ էլ ավելի մեծ էր թվում։ Նա ձեռքերում սուրճի բաժակ էր բռնել, հետելով, թե ինչպես է գոլորշին ծուլորեն պարուրվում, մինչ հյուրասենյակում հեռուստացույցը ցածր ձայնով միացված էր։ 52 տարեկանում Անահիտը Հայաստանի ամենաազդեցիկ կանանցից էր։ Նրա անունը գլխավորում էր ազդեցիկ գործարար կանանց ցուցակները, նա ղեկավարում էր մի կայսրություն, որը տարածվում էր տեխնոլոգիաների, շինարարության ներդրումների ոլորտներում։ Լրագրերում նրան անվանում էին հեռատես, երկաթյա տիկին, բիզնեսի հանճար։ Տնտեսական ամսագրերի շապիկներին նրա դեմքն էր, վերնագրերով, որոնք գովերգում էին նրա սառը հաշվարկն ու սնանկացած ընկերությունները շահութաբեր հսկաների վերածելու ունակությունը։ Բայց ոչ ոք չգիտեր, թե ինչ բեռ է նա կրում։ Ոչ ոք չգիտեր նրա սրտում բնակվող դատարկության մասին, որը թաքնված էր անթերի կոստյումների խորհրդի նիստերում ցուցադրվող պրոֆեսիոնալ ժպիտի հետում։ Անահիտը ծնվել էր հարուստ ընտանիքում, Արտաշես Կարապետյանի միակ դուստրն էր, անշարժ գույքի մագնատի, որն իր կայսրությունը կառուցել էր 80-90-ական թվականներին։ Կարապետյանների ընտանիքը ավանդույթի, իշխանության ազդեցության հոմանիշն էր։ Նա մեծացել էր շքեղ երեկույթներում, ճանապարհորդել աշխարհով մեկ, սովորել լավագույն համալսարաններում։ Ամեն ինչ թվում էր կատարյալ, պլանավորված, վերահսկվող։ Մինչ որ 27 տարեկանում հանդիպեց Ռուբենին։ Նա աշխատում էր Մալաթիա Սեբաստիա թաղամասի մի ավտոմեխանիկայի արհեստանոցում։ Հասարակ մի վայր, յուղի հետքերով ցեմենտե հատակով, շուրջ բոլորը սփռված գործիքներով քսուքի ու մետաղի մշտական հոտով։ Անահիտը պատահաբար էր այնտեղ կանգ առել, երբ ճանապարհի կեսին մեքենան խնդիր էր տվել։ Ռուբենն էր նրան սպասարկել։ Բարձրահասակ, թխահեր, աշխատանքից կոշտացած ամուր ձեռքերով հոգնած դեմքը լուսավորող ժպիտով, նա ուներ մի բան, որ Անահիտը երբեք չէր գտել իր շրջապատի տղամարդկանցից ոչ մեկի մեջ։ Նա անկեղծ էր։ Իսկական։ Նա Անահիտին չէր վերաբերվում որպես ժառանգորդուհու կամ հայտնի անձի։ Նրա համար Անահիտը պարզապես մի կին էր, որն օգնության կարիք ուներ։ Հաջորդ շաբաթ նա վերադարձավ արհեստանոց, շարժիչի մեջ տարօրինակ աղմուկ հորինելով։ Հետո նորից վերադարձավ։ Ու նորից։ Մինչ որ արդարացումներն այլս անհրաժեշտ չէին։ Ռուբենը նրան հրավիրեց մոտակա սրճարան մի բաժակ սուրճի, Անահիտն առանց երկմտելու համաձայնեց։ Դա մի բանի սկիզբն էր, որը նա չէր կարողանում անվանել, բայց սրտում զգում էր որպես լուր հրթեհ։ Հաջորդ ամիսներն Անահիտի կյանքի ամենաերջանիկ ամիսներն էին։ Նրանք գաղտնի էին հանդիպում, հասարակ վայրերում, երանյան հասարակության հայացքներից հեռու։ Մթնշաղին զբոսնում էին Կասկադի պուրակներում, կիրակնօրյա շուկայում լահմաջո էին ուտում, ծիծաղում հասարակ բաների վրա։ Ռուբենը խոսում էր մի օր սեփական արհեստանոց ունենալու, սեփական ձեռքերով ինչ-որ բան կառուցելու երազանքների մասին։ Անահիտը խոսում էր, թե ինչպես է խեղդվում ընտանիքի սպասելիքներից, թե ինչպես է ուզում լինել ավելին, քան պարզապես մի ազգանվան ժառանգորդուհի։ Ռուբենը նրան ստիպում էր թեթ, կենդանի, լիարժեք զգալ։ Բայց հայրը բացահայտեց։ Արտաշես Կարապետյանն ամենուր աչքեր ուներ։ Երբ Անահիտին կանչեցին նրա աշխատասենյակ, նա գիտեր, որ ինչ-որ բան այն չէ։ Տղամարդը նստած էր կարմրափայտի սեղանի հետում, հիասթափությունն ու զսպված զայրույթը խառնված արտահայտությամբ։ Նրա առջ լուսանկարներ էին։ Իր Ռուբենի լուսանկարները։ Զրուցելիս, ծիծաղելիս, ձեռք ձեռքի բռնած։ Վիճաբանությունը դաժան էր։ Արտաշեսը հասկացրեց, որ դա անթույլատրելի է։ Մի ավտոմեխանիկ։ Անուն, դիրք, ապագա չունեցող մի տղամարդ։ Անահիտը փորձեց վիճել, աղաչեց, գոռաց, որ սիրում է Ռուբենին, բայց հայրն անողոք էր։
Սպառնաց ոչնչացնել տղայի կյանքը, փակել արհեստանոցը, որտեղ նա աշխատում էր, երաշխավորել, որ նա այլևս ոչ մի տեղ աշխատանք չգտնի։ Եվ հետո եկավ վերջնական շանտաժը։ Եթե Անահիտն անմիջապես չավարտեր հարաբերությունները, ընտանիքի ողջ կարողությունը կնվիրաբերվեր բարեգործական հիմնադրամներին։ Նա կմնար առանց ոչնչի, առանց այն կայսրության, որը մի օր իրենը պիտի լիներ, առանց որը մեկին օգնելու միջոցների։ Անահիտը զգաց, թե ինչպես է աշխարհը փլուզվում։ Փորձեց դիմադրել, բայց ճնշումն անտանելի էր։ Մայրը, որը միշտ հնազանդ էր ամուսնուն, աղաչեց, որ հնազանդվի։ Ընտանիքի խորհրդականները հաստատեցին, որ դա բոլորի բարօրության համար է։ Մեկուսացված, խեղդված Անահիտը զիջեց։ Սառը նամակ ուղարկեց Ռուբենին, ասելով, որ ամեն ինչ սխալ էր, որ իրենք տարբեր աշխարհներից են, որ պետք է առանձին ճանապարհներով գնան։ Այլս երբեք նրան չփնտրեց։ Այլս երբեք չվերադարձավ արհեստանոց։ Այն, ինչ նա չգիտեր հուսահատության այդ պահին, այն էր, որ իր մեջ կրում էր այդ սիրո ապացույցը։ Հղիության մասին իմացավ հարաբերություններն ավարտելուց 3 շաբաթ անց։ Դա մի ցնցում էր, որը նրան օրերով կաթվածահար արեց։ Մտածեց հորն ասել, Ռուբենին ասել, բայց վախը կլանեց նրան։ Արտաշեսը երբեք չէր ընդունի։ Իսկ Ռուբենը ինչպես կարող էր նրան փնտրել այդպես լքելուց հետո։ Խիզախություն չուներ։ Ուժ չուներ։ Ամիսներով թաքցրեց հղիությունը, լայն հագուստ կրելով, խուսափելով հասարակական միջոցառումներից, գործուղումներ ծածնելով։ Բայց հայրը ի վերջո իմացավ։ Եվս մեկ անգամ Անահիտին կանչեցին աշխատասենյակ։ Այս անգամ Արտաշեսը չգոռաց։ Նրա ձայնը սառն էր, հաշվարկված, վերջնական։ Ասաց, որ լուծումը պարզ է։ Նա կծննդաբերի մասնավոր կլինիկայում, հետաքրքրասեր հայացքներից հեռու, երեխան անմիջապես կհանձնվի որդեգրման։ Ոչ մի գրանցում, ոչ մի հետք, ոչ մի կապ Կարապետյանների ընտանիքի հետ։ Կամ դա, կամ նա կզրկվեր ժառանգությունից, կարտաքսվեր, կլքվեր բախտի քմահաճույքին։ Անահիտն աղաչեց։ Լաց եղավ։ Աղերսեց մեկ այլ ընտրանք։ Բայց Արտաշեսն անդրդվելի էր։ Ասաց, որ դա ընտանիքի հեղինակության, ընկերության ապագայի, ազգանվան պատվի համար է։ Եվ Անահիտը երիտասարդ, վախեցած բոլորովին մենակ, ելք չտեսավ։ Ծննդաբերությունը տեղի ունեցավ մայիսյան մի ցուրտ գիշեր, Դավթաշենի մի համեստ կլինիկայում։ Անահիտը հազիվ հասցրեց տեսնել դստերը։ Մի կարճ հայացք կարմրած, փոքրիկ, անպաշտպան դեմքին։ Լսեց լացը զգաց, թե ինչպես է սիրտը 1000 կտոր լինում։ Ուզեց գրկել նրան, օրորել, ասել, որ սիրում է։ Բայց չթողեցին։ Մի բուժքույր վերցրեց երեխային դուրս եկավ սենյակից։ Արտաշեսն այնտեղ էր, ամեն ինչին հետում էր խիստ արտահայտությամբ։ Միայն ասաց, որ ամեն ինչ արված է։ Երեխային կհանձնեն մի ընտանիքի, որը նրան լավ կմեծացնի, այստեղից հեռու, ամեն ինչից հեռու։ Նախքան երեխային տանելը, Անահիտը վերջին հուսահատ խնդրանքն արեց։ Վզից հանեց մի վզնոց, որը պատկանել էր մայրական տատին, մի քաղցր կնոջ, որը մանկության տարիներին նրա միակ դաշնակիցն էր եղել։ Դա թիթեռնիկի նուրբ կուլոն էր, արծաթից, կապույտ էմալի փոքրիկ դետալներով։ Տատը սովորություն ուներ ասելու, որ թիթեռները խորհրդանշում են վերափոխում, հույս, վերացնունդ։ Խնդրեց բուժքրոջը, որ վզնոցը դնի երեխայի մոտ, որ դա լինի միակ բանը, որը նրան կուղեկցի։ Բուժքույրը տատանվեց, նայեց Արտաշեսին, բայց տղամարդը գլխով արեց, թույլ տալով։ Դա փոքր զիջում էր, աննշան նրա համար, բայց հսկայական Անահիտի։ Հաջորդող տարիներին Անահիտը բոլոր հնարավոր ձերով փորձեց գտնել դստերը։ Վարձեց մասնավոր խուզարկուներ, ուսումնասիրեց որդեգրման գրառումները, հետեց հետքերին, որոնք տանում էին կլինիկաներ, մանկատներ, ընտանիքներ։ Բայց բոլոր փորձերը սաբոտաժի էին ենթարկվում։ Փաստաթղթերն անհետանում էին։ Վկաները հրաժարվում էին խոսել։ Ճանապարհները փակվում էին նախքան դրանք ուսումնասիրելը։ Արտաշեսի ազդեցությունը հսկայական էր, նա երաշխավորել էր, որ ոչ մի հետք հնարավոր չլինի գտնել։ Անահիտն իրեն անզոր զգաց։ Մեղքի զգացումը քայքայում էր նրան։ Գիշերներն անքուն էր անցկացնում, պատկերացնելով, թե որտեղ կլինի դուստրը, արդյոք լավ կլինի, երջանիկ կլինի։ Բայց ոչինչ չէր կարող անել։ Այնուհետ, կամաց հաշտվեց։ Համոզեց իրեն, որ գուցե այդպես ավելի լավ է։
Դուստրը նորմալ կյանք կունենա, հեռու Կարապետյանների ընտանիքի ճնշումներից, իշխանական խաղերից։ Գուցե ավելի լավ է նրան չանհանգստացնել։ Երբ 5 տարի առաջ Արտաշեսը մահացավ, Անահիտը վերջապես ստանձնեց գործարար կայսրության ամբողջական վերահսկողությունը։ Հենց այդ ժամանակ նա սկսեց էլ ավելի ինտենսիվ որոնումներ։ Օգտագործեց բոլոր հասանելի ռեսուրսները, վարձեց լավագույն քննիչներին, պարկներ առաջարկեց, տակնուվրա արեց արխիվները։ Բայց, ի հիասթափություն իրեն, ամեն ինչ շարունակում էր տանել փակ ուղի։ Կարծես դուստրը պարզապես անհետացել էր քարտեզից։ Ժամանակի ընթացքում հույսը մարեց։ Անահիտը խորասուզվեց աշխատանքի մեջ։ Ընդլայնեց բիզնեսը, բազմապատկեց կարողությունը, նվաճեց մրցանակներ ճանաչում։ Բայց ոչինչ չէր լցնում դատարկությունը։ Ոչինչ չէր բուժում ցավը։ Նա ապրում էր շքեղ, բայց միայնակ առանձնատանը։ Աշխարհն իր ոտքերի տակ էր, բայց սիրտը կոտրված էր։ Եվ հետո, օգոստոսյան այդ անձրոտ գիշեր, ամեն ինչ փոխվեց։ Անահիտը նստած էր բազմոցին, սուրճի բաժակը ձեռքերում, երբ տեղական լրատվական ռեպորտաժը գրավեց նրա ուշադրությունը։ Դա թեթնյութ էր, այնպիսիներից, որոնք լրատվականները պատրաստում են հաղորդումը փակելու համար։ Լրագրողն այցելել էր Շենգավիթ թաղամասի մի հայտնի ճաշարան, որը հայտնի էր իր տնական ուտեստներով, ջերմ սպասարկմամբ։ Տեսախցիկը շրջում էր սրահով, ցույց տալով գոհ հաճախորդներին, լիքը սեղանները, աշխույժ շարժը։ Եվ հենց այդ ժամանակ Անահիտը տեսավ նրան։ Մի երիտասարդ մատուցողուհի, հասարակ համազգեստով, գոտկին կապած գոգնոցով, ուտեստներով լիսկ ուտեղ էր տանում։ Նա ժպտում էր հաճախորդներին, բնական զրուցում, թեթ ու համակրելի կեցվածք ուներ։ Նա չէր տարբերվում քաղաքի հանրահայտ ճաշարաններում աշխատող բազմաթիվ այլ մատուցողուհիներից։ Բայց նրա դեմքում ինչ-որ բան կար։ Ինչ-որ ծանոթ բան։ Ինչ-որ բան, որը ստիպեց Անահիտի սրտին մի պահ կանգ առնել։ Տեսախցիկը մոտեցավ մատուցողուհուն, երբ լրագրողը հարց տվեց։ Երիտասարդ կինը պատասխանեց ամաչկոտ ժպիտով, խոսելով այն մասին, թե ինչպես է սիրում այնտեղ աշխատել, թե որքան բարի են հաճախորդները, թե ինչպես է զգում, որ այդ վայրը երկրորդ տունը։ Եվ հենց այդ պահին, երբ տեսախցիկը կենտրոնացավ նրա դեմքի վրա, Անահիտը տեսավ վզնոցը։ Թիթեռնիկի կուլոն։ Նուրբ։ Արծաթյա։ Կապույտ էմալի դետալներով։ Սուրճի բաժակը սահեց Անահիտի ձեռքերից, ընկավ գորգի վրա, թափելով մուգ հեղուկը։ Նա նույնիսկ չնկատեց։ Կաթվածահար էր եղել, աչքերը հառած հեռուստացույցի էկրանին, սիրտը բաբախում էր այնքան ուժգին, որ կարծես ուզում էր դուրս թռչել կրծքավանդակից։ Չէր կարող լինել։ Հնարավոր չէր։ Բայց այդ վզնոցը եզակի էր։ Տատը տասնամյակներ առաջ պատվերով էր պատրաստել տվել։ Դրա նմանը չկար։ Դողացող ձեռքերով Անահիտը վերցրեց հեռակառավարման վահանակը, հետ տվեց ձայնագրությունը։ Նորից դիտեց։ Ու նորից։ Ու նորից։ Սառեցրեց պատկերը մատուցողուհու դեմքի վրա։ Դիտեց յուրաքանչյուր մանրուք։ Աչքերը, քթիձը, ժպիտը։ Եվ հետո տեսավ Ռուբենին այդ դիմագծերում։ Եվ տեսավ նա իրեն։ Երկուսի կատարյալ համադրությունը։ Ինչպես առաջ չէր նկատել։ Արցունքները սկսեցին հոսել Անահիտի դեմքով։ Նա ձեռքերը տարավ բերանին, խեղդելով հեկեկոցը։ 22 տարի։ 22 տարի փնտրել էր։ 22 տարվա հուսահատություն, մեղքի զգացում, ցավ։ Եվ ահա նրա դուստրը։ Ողջ։ Աշխատում էր Շենգավիթի մի ճաշարանում։ Ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Անահիտը դողացող ոտքերով բարձրացավ բազմոցից։ Վազեց դեպի աշխատասենյակ, միացրեց համակարգիչը, փնտրեց ռեպորտաժը համացանցում։ Գտավ տեսանյութը, մեկ անգամ դիտեց, սքրինշոթեր արեց։ Մեծացրեց վզնոցի պատկերը։ Այո։ Դա էր։ Կասկած չկար։ Վերցրեց հեռախոսը, զանգահարեց Մարատին, մասնավոր քննիչին, որին տարիներ շարունակ վարձում էր։ Կարոր չէր ժամը։ Կարոր չէր, որ գրեթե կեսգիշեր էր։ Պատասխանների կարիք ուներ։ Հաստատման կարիք ուներ։ Մարատը քնաթաթախ պատասխանեց, բայց զգաստացավ, երբ լսեց Անահիտի ձայնը։ Նա ուղարկեց տեսանյութը, խնդրեց գտնել ճաշարանը, պարզել ամեն ինչ մատուցողուհու մասին։
Անուն, տարիք, հասցե, պատմություն։ Ամեն ինչ։ Մարատը խոստացավ անմիջապես սկսել։ Անահիտն այդ գիշեր չկարողացավ քնել։ Ուրվականի պես շրջում էր տանը, սիրտը բաժանված հույսի վախի մեջ։ Իսկ եթե դա պարզապես զուգադիպությունն էր։ Իսկ եթե վզնոցը նման էր, բայց ոչ նույնը։ Իսկ եթե բաներ էր տեսնում այնտեղ, որտեղ չկային։ Բայց խորքում գիտեր։ Գիտեր, որ այդ երիտասարդ կինն իր դուստրն է։ Կարող էր զգալ։ Դա ներքին, խորը, անհերքելի համոզմունք էր։ Հաջորդ առավոտ Մարատը զանգահարեց։ Տեղեկություններ ուներ։ Ճաշարանը կոչվում էր տնական համ, գտնվում էր Շենգավիթում, Շարուրի փողոցում։ Մատուցողուհու անունը Մարինե էր։ Մարինե Վարդանյան։ 22 տարեկան էր։ 3 տարի աշխատում էր ճաշարանում։ Մենակ էր ապրում մոտակայքում բարձակալած բնակարանում։ Նրա որդեգիր ծնողները տարիներ առաջ մահացել էին, մեկը մյուսի հետից, թողնելով նրան առանց ընտանիքի։ Նա իրեն պահում էր մատուցողուհու աշխատավարձով, իսկ հանգստյան օրերին լրացուցիչ աշխատանք էր կատարում, որպես վաճառողուհի տոնավաճառներում։ Անահիտը լսում էր յուրաքանչյուր բառը, կարծես դրանք հարվածներ լինեին ստամոքսին։ Մարինե։ Դստեր անունը Մարինե էր։ Եվ նա մենակ էր։ Առանց ընտանիքի։ Պայքարում էր գոյատելու համար։ Մինչդեռ ինքը Անահիտը ապրում էր առանձնատանը, լողում շքեղության մեջ, ավելի շատ փողով, քան կարող էր ծախսել հազար կյանքում։ Մեղքի զգացումը նորից սեղմեց նրա կուրծքը։ Բայց այս անգամ խառնված կատաղի վճռականության հետ։ Այլս ժամանակ չէր կորցնի։ Այլս ոչինչ թույլ չէր տա, որ իրեն կանգնեցնի։ Մարինեն իր դուստրն էր։ Եվ նա կաներ այն, ինչ անհրաժեշտ էր նրան վերադարձնելու համար։ Բայց գիտեր, որ պետք է զգույշ լինի։ Չէր կարող պարզապես հայտնվել ամեն ինչ բացահայտել։ Մարինեն ոչինչ չգիտեր։ Գաղափար չուներ, թե ով է իր կենսաբանական մայրը։ Նման ցնցումը կարող էր ոչնչացնել նրան։ Անահիտին պլան էր պետք։ Պետք էր դանդաղ մոտենալ, շահել նրա վստահությունը, հող նախապատրաստել ճշմարտության համար։ Բայց ինչպե՞ս։ Ինչպե՞ս հասնել Մարինեին առանց կասկածներ հարուցելու։ Ինչպե՞ս զրույց սկսել դստեր հետ, որին չէր տեսել ծննդյան օրվանից։ Ժամերով մտածեց։ Մինչ որ որոշեց։ Կգնա ճաշարան։ Կերպարանափոխված։ Որպես սովորական հաճախորդ։ Առանց բացահայտելու, թե ով է։ Պարզապես նրան մոտիկից տեսնելու համար։ Սեփական աչքերով հաստատելու համար։ Թեկուզ հեռվից, դստեր ներկայությունը զգալու համար։ Հաջորդ օրը Անահիտն արթնացավ լուսաբացից առաջ։ Հագավ հասարակ հագուստ, ջինս համեստ բլուզ, մազերը հավաքեց պոչիկով, դրեց մուգ ակնոցներ։ Նայեց հայելու մեջ, հազիվ ճանաչեց իրեն։ Նման էր սովորական, անանուն մարդու։ Հենց այն, ինչ պետք էր։ Առանձնատնից դուրս եկավ առանց որևէ մեկին զգուշացնելու, ինքնուրույն մեքենան վարեց դեպի Շենգավիթ։ Ճանապարհը կարծես անվերջ էր թվում։ Սիրտը արագ բաբախում էր, ձեռքերը քրտնում էին, շնչառությունը կարճացել էր։ Երբ վերջապես կայանեց տնական համի դիմաց, ստիպված էր գիտակցական ջանք գործադրել, որպեսզի վազելով դուրս չգա։ Ճաշարանը հենց այնպիսին էր, ինչպիսին երում էր ռեպորտաժում։ Հասարակ, հյուրընկալ, պլաստմասե սեղաններով ու աթոռներով։ Օդում տնական ուտեստի հոտ էր։ Առաստաղի օդափոխիչը դանդաղ պտտվում էր։ Մի քանի հաճախորդ հանգիստ ճաշում էին։ Եվ այնտեղ, խորքում, Մարինեն էր։ Անահիտը դանդաղ ներս մտավ, ընտրեց մի սեղան անկյունում, պատուհանից հեռու։ Նստեց, սպասեց։ Դիտում էր, թե ինչպես է Մարինեն սպասարկում մյուս հաճախորդներին, պատվերներ գրանցում, զրուցում խոհարարների հետ։ Նա նրբագեղ էր, բարի, ուներ մի ժպիտ, որը լուսավորում էր միջավայրը։ Անահիտը զգաց, որ արցունքները նորից են բարձրանում։ Իր դուստրը։ Իր աղջիկը։ Այնտեղ, մի քանի մետր հեռավորության վրա։ Վերջապես Մարինեն մոտեցավ նրա սեղանին։ Ժպտաց, հարցրեց, թե ինչ կցանկանար պատվիրել։ Անահիտը հազիվ կարողանում էր խոսել։ Ձայնը դուրս եկավ խռպոտ, դողացող։ Պատվիրեց ընդամենը մի բաժակ սուրճ։ Մարինեն գրանցեց, խոստացավ շուտով վերադառնալ։
Անահիտը մնաց նայելով նրա հեռանալուն, մտապահելով յուրաքանչյուր ժեստ, յուրաքանչյուր շարժում։ Երբ Մարինեն բերեց սուրճը, Անահիտը չդիմացավ։ Գովեց վզնոցը։ Ասաց, որ շատ գեղեցիկ է, տարբերվող, յուրահատուկ։ Մարինեն բնազդաբար դիպավ կուլոնին, կարոտախտով լի ժպիտով։ Ասաց, որ դա միակ բանն է, որ ունի կենսաբանական մորից։ Որ որդեգիր ծնողները պատմել են, որ դա թողնվել է իր հետ, երբ երեխա է եղել։ Որ պահում է որպես գանձ, քանի որ դա միակ կապն է իր արմատների հետ։ Անահիտը զգաց, թե ինչպես է աշխարհը պտտվում։ Ուզում էր գոռալ։ Ուզում էր գրկել նրան։ Ուզում էր ամեն ինչ ասել։ Բայց չէր կարող։ Դեռ ոչ։ Իրեն զսպեց, շնորհակալություն հայտնեց, լուր խմեց սուրճը։ Մարինեն հարցրեց, թե արդյոք ամեն ինչ կարգին է, նկատելով նրա հուզված արտահայտությունը։ Անահիտը ստիպված ժպտաց, ասաց, որ այո, պարզապես ծանր օր է ունենում։ Մարինեն նրբորեն դիպավ նրա ուսին, ասաց, որ հուսով է ամեն ինչ կլավանա, գնաց մեկ այլ սեղան սպասարկելու։ Անահիտը ճաշարանից դուրս եկավ թույլ ոտքերով։ Նստեց մեքենան, վերջապես թույլ տվեց, որ արցունքներն ազատ հոսեն։ Լաց եղավ այնպես, ինչպես տարիներ շարունակ չէր լացել։ Լաց եղավ կորցրած դստեր, գողացված տարիների, այն ցավի համար, որը երկուսն էլ կրում էին առանց իմանալու։ Բայց լաց եղավ նա թեթացումից։ Դուստրը ողջ էր։ Լավ էր։ Հիանալի, ուժեղ, բարի կին էր։ Եվ Անահիտը վճռական էր։ Կաներ այն, ինչ անհրաժեշտ էր Մարինեին իր կյանք վերադարձնելու համար։ Ինչ գնով էլ լիներ։ Հաջորդ օրերն Անահիտի համար հույզերի իսկական փոթորիկ էին։ Նա երկու անգամ վերադարձավ ճաշարան, միշտ կերպարանափոխված, միշտ հեռվից հետելով Մարինեին։ Յուրաքանչյուր այցելություն ուրախության տանջանքի խառնուրդ էր։ Տեսնում էր, թե ինչպես է դուստրը շփվում հաճախորդների հետ, ծիծաղում հասարակ կատակների վրա, մաքրում սեղանները, ծանր սկուտեղներ տանում։ Մարինեն քրտնաջան աշխատում էր, բայց երջանիկ էր թվում։ Նրա կեցվածքում մի թեթություն կար, որը հակադրվում էր նրա վարած կյանքի դժվարություններին։ Մարատի միջոցով Անահիտն իմացավ Մարինեի պատմության նոր մանրամասներ։ Որդեգիր ծնողները տիկին Սիրանուշն ու պարոն Հովակիմը հասարակ ու աշխատասեր մարդիկ էին։ Հովակիմն աշխատել էր որպես ավտոբուսի վարորդ, Սիրանուշը՝ դերձակուհի։ Նրանք Մարինեին մեծացրել էին մեծ սիրով, տվել նրան կրթություն, արժեքներ, քնքշություն։ Մարինեն սովորել էր հանրակրթական դպրոցում, ավարտել ավագ դպրոցը, նույնիսկ 2 կիսամյակ մանկավարժություն էր սովորել մասնավոր համալսարանում, բայց ստիպված էր եղել ընդհատել ուսումը, երբ տիկին Սիրանուշը հիվանդացել էր։ Նա մինչ վերջ խնամել էր որդեգիր մորը, բացարձակ նվիրումով։ Հետո մահացել էր նա պարոն Հովակիմը, կնոջից ընդամենը 1 տարի անց։ Մարինեն մնացել էր մենակ, բժշկական բուժման պարտքերով, վճարելու հաշիվներով վերակառուցելու կյանքով։ Անահիտի սիրտը կտոր-կտոր էր լինում յուրաքանչյուր նոր տեղեկությունից։ Մարինեն այնքան բանի միջով էր անցել։ Այնքան էր պայքարել։ Իսկ ինքը, Անահիտը, այնտեղ չէր եղել։ Չէր կարողացել օգնել։ Չէր կարողացել պաշտպանել նրան։ Մեղքի զգացումը գրեթե անտանելի էր։ Բայց կար մեկ այլ հարց, որը տանջում էր նրան։ Ռուբենը։ Մարինեի հայրը։ Նա ոչինչ չգիտեր։ Երբեք չէր իմացել հղիության մասին, երբեք չէր իմացել, որ դուստր ունի։ Անահիտը գիտեր, որ նախքան ամեն ինչ Մարինեին բացահայտելը, պետք է գտներ նրան։ Նա իրավունք ուներ իմանալու։ Եվ ով գիտի, միգուցե միասին կարողանային գտնել դստերը մոտենալու լավագույն ձը։ Ռուբենին գտնելը դժվար չէր։ Մարատը նրան գտավ 2 օրում։ Նա դեռ ապրում էր Երանում, բայց այլս ոչ Մալաթիա Սեբաստիայում։ Մի քանի տարի ապրել էր Էրեբունիում, իսկ հիմա նոր-նորքում էր։ Իրականացրել էր սեփական արհեստանոց ունենալու երազանքը, մի փոքր ձեռնարկություն, որը լավ էր աշխատում, հավատարիմ հաճախորդներով ամուր հեղինակությամբ։ Երբեք չէր ամուսնացել։ Ըստ տեղեկությունների նա պահպանում էր իր անձնական կյանքը, կենտրոնացած էր աշխատանքի վրա, ուներ քիչ մտերիմ ընկերներ։ Անահիտը օրերով տատանվում էր, նախքան քաջություն հավաքելը։ Ինչպես մոտենալ նրան։ Ինչպես ասել մի բան, որը պահել էր 23 տարի։ Ինչպես նայել այն տղամարդու աչքերին, ում սիրել էր, ասել, որ նա դուստր ունի, որին երբեք չի ճանաչել։ Վերջապես, որոշում կայացրեց։
Խնդրեց Մարատին, որ նամակ հանձնի Ռուբենին, առանց իրեն նշելու, պարզապես ասելով, որ դա անցյալից մեկից է, ով շտապ պետք է խոսի նրա հետ։ Նամակում Անահիտը խնդրում էր հանդիպել Աբովյան փողոցի մի համեստ սրճարանում, հաջորդ օրը, ժամը 3-ին։ Ստորագրում էր միայն սկզբնատառերով։ Գիտեր, որ Ռուբենը կհասկանա։ Նշանակված օրը Անահիտը սրճարան հասավ պայմանավորված ժամից կես ժամ շուտ։ Ընտրեց մի սեղան խորքում, պատուհաններից հեռու, որտեղ կարող էին զրուցել առանձին։ Կրկին համեստ հագուստ էր հագել, բայց չէր կարողանում թաքցնել լարվածությունը։ Ձեռքերը դողում էին, ստամոքսը խառնվում էր, շնչառությունը կարճացել էր։ Եվ հետո նա եկավ։ Ռուբենը դանդաղ մտավ սրճարան, շուրջը նայելով, ակնհայտորեն շփոթված անհանգիստ։ Տարիներն անցել էին, բայց Անահիտը նրան անմիջապես ճանաչեց։ Մազերը քունքերում ճերմակել էին, դեմքը մի փոքր ավելի կնճռոտ էր, բայց դա նա էր։ Նույն կեցվածքը, նույն քայլվածքը, նույն լարվածությունը հայացքում։ Երբ նրանց հայացքները հանդիպեցին, ժամանակը կանգ առավ։ Ռուբենը քարացավ սրճարանի մեջտեղում, բացարձակ ցնցման արտահայտությամբ։ Անահիտը դանդաղ բարձրացավ, զգալով ոտքերի թուլությունը։ Ժեստ արեց, որ մոտենա։ Նա քայլեց դեպի սեղան, կարծես տրանսի մեջ լիներ, քաշեց աթոռը նստեց, աչքերը նրանից չկտրելով։ Երկար վայրկյաններ լուռ մնացին։ Մի լռություն, լի պատմությամբ, ցավով, այն ամենով, ինչ չէր ասվել։ Վերջապես, Ռուբենը խոսեց, ձայնը խռպոտ հուզմունքից։ Անահիտ։ Այսքան տարի անց։ Ինչո՞վ։ Ինչո՞ւ հիմա։ Անահիտը խորը շունչ քաշեց։ Այդ պահը 1000 անգամ փորձել էր մտքում, բայց հիմա բառերը կարծես անբավարար էին։ Սկսեց սկզբից։ Պատմեց հոր ճնշման սպառնալիքների, այն մասին, թե ինչպես էր ստիպված եղել ավարտել հարաբերությունները։ Ռուբենը լուռ լսում էր, ծնոտը լարված, աչքերը արցունքոտ։ Երբ նա հասավ հղիության մասին հատվածին, Ռուբենը ուժգին փակեց աչքերը, կարծես հարված ստացած լիներ։ Ես հղի էի, Ռուբեն։ Երբ ամեն ինչ ավարտեցի։ Ես հղի էի, քեզ չասացի։ Հայրս իմացավ, ստիպեց ինձ երեխային որդեգրման տալ։ Աղջիկ էր։ Մեր դուստրը։ Ռուբենը դանդաղ բացեց աչքերը։ Նրա դեմքով արցունքներ էին հոսում։ Ձեռքերը տարավ գլխին, քաշեց մազերը, փորձեց ընկալել տեղեկությունը։ Երբ վերջապես կարողացավ խոսել, ձայնը կոտրված էր։ Դուստր։ Մենք դուստր ունենք։ Եվ դու ինձ երբեք չես ասել։ Այս բոլոր տարիները ես կարող էի իմանալ։ Կարող էի պայքարել։ Կարող էի ինչ-որ բան անել։ Անահիտը զգում էր, որ իր արցունքներն էլ են հոսում։ Գիտեմ, որ սխալվել եմ։ Ես երիտասարդ էի, վախեցած, մենակ էի։ Հայրս չափազանց հզոր էր։ Ես կարծում էի, որ ելք չկա։ Բայց ես փնտրել եմ նրան, Ռուբեն։ Տարիներով փնտրել եմ։ Հայրս ամեն ինչ սաբոտաժի է ենթարկել։ Ես կարողացա գտնել նրան միայն հիմա, երբ նա մահացավ։ Ռուբենը երկար պահ լուռ մնաց, ամեն ինչ ընկալելով։ Հետո, վերջապես, հարցրեց միակ բանը, որ կարող էր։ Որտեղ է նա։ Ո՞վ է նա։ Լավ է։ Անահիտը հանեց հեռախոսը, ցույց տվեց լուսանկարները, որոնք գաղտնի արել էր Մարինեից ճաշարանում։ Ռուբենը դողացող ձեռքերով վերցրեց սարքը, նայեց պատկերին։ Կարծես աշխարհը դադարեց պտտվել։ Նա հեռախոսը մոտեցրեց դեմքին, ուսումնասիրեց յուրաքանչյուր մանրուք, հետո սկսեց բացահայտ լաց լինել, չանհանգստանալով, թե ով կարող է նայել։ Նա քո աչքերն ունի, մեղմ ասաց Անահիտը։ Եվ քո ժպիտը։ Նրա անունը Մարինե է։ 22 տարեկան է։ Աշխատում է որպես մատուցողուհի Շենգավիթում։ Նրա որդեգիր ծնողները լավ մարդիկ էին, նրան սիրով են մեծացրել, բայց արդեն մահացել են։ Նա հիմա մենակ է։ Ռուբենը չէր կարողանում աչքերը կտրել լուսանկարից։ Իմ դուստրը։ Մեր դուստրը։ Այսքան մոտ է եղել այս ամբողջ ընթացքում, ես չեմ իմացել։ Ինչպես չեմ զգացել։ Ինչպես չեմ իմացել։ Անահիտը մեկնեց ձեռքը, դիպավ նրան։ Որովհետ իմանալուց չկար։ Բայց հիմա մենք գիտենք։ Եվ պետք է որոշենք, թե ինչպես ենք մոտենալու նրան։ Նա ոչինչ չգիտի,
Ռուբեն. Չգիտի, թե ովքեր են իր կենսաբանական ծնողները։ Պետք է զգույշ լինենք, պետք է դա ճիշտ ձով անենք։ Ռուբենը ձեռքի թիկունքով սրբեց դեմքը, փորձելով իրեն զսպել։ Ուզում եմ ճանաչել նրան։ Պետք է ճանաչեմ նրան։ Ինչ ես առաջարկում։ Անահիտը բացատրեց իր պլանը։ Նախ նա կշարունակի մոտենալ Մարինեին որպես սովորական հաճախորդ, աստիճանաբար շահելով նրա վստահությունը։ Երբ պահը հարմար լինի, կբացահայտի, որ ճանաչում է նրա կենսաբանական մորը։ Եվ հետո, կամաց-կամաց, կպատմի ամբողջ պատմությունը։ Ռուբենը մոտակայքում կլինի, պատրաստ ներկայանալու, երբ Մարինեն պատրաստ լինի։ Դա նուրբ պլան էր, որը համբերություն, զգուշություն էր պահանջում, բայց դա միակ ձն էր երիտասարդ կնոջը չվնասելու համար։ Ռուբենը համաձայնեց, թե ակնհայտորեն անհամբեր էր անմիջապես ճանաչելու դստերը։ Նրանք փոխանակվեցին հեռախոսահամարներով, խոստացան մշտական կապի մեջ լինել։ Երբ հրաժեշտ տվեցին, Ռուբենը գրկեց Անահիտին։ Դա երկար, ամուր գրկախառնություն էր, լի այն ամենով, ինչ չէին կարողացել միասին ապրել։ Երբ բաժանվեցին, նա ասաց մի բան, որը Անահիտը երբեք չէր մոռանա։ Այս անգամ ճիշտ կանենք։ Կլինենք այն ծնողները, որոնց նա արժանի է։ Հաջորդ օրերին Անահիտն ավելի հաճախ էր վերադառնում ճաշարան։ Միշտ խնդրում էր այն սեղանը, որը Մարինեն էր սպասարկում, միշտ զրույց էր սկսում, միշտ առատաձեռն թեյավճար էր թողնում։ Մարինեն սկսեց ճանաչել նրան, վերաբերվել աճող մտերմությամբ։ Զրուցում էին եղանակի, ճաշարանի աշխուժության, առօրյա մանրուքների մասին։ Անահիտն իմացավ, որ Մարինեն սիրում է կարդալ, որ երազում է մի օր վերադառնալ համալսարան, որ սիրում է կիրակի առավոտյան զբոսնել հաղթանակի զբոսայգում։ Իմացավ նա, որ Մարինեն խորապես միայնակ է։ Շատ ընկերներ չուներ, ազատ ժամանակի մեծ մասն անցկացնում էր տանը, դիտելով հին ֆիլմեր կամ կարդալով բուկինիստական խանութներից գնած գրքեր։ Յուրաքանչյուր նոր տեղեկությունից Անահիտի սիրտը սեղմվում էր։ Բայց նա զգում էր աճող կապ։ Մարինեն հիանալի երիտասարդ կին էր։ Ուժեղ, դիմացկուն, բարի։ Հենց այնպիսի մարդ, ինչպիսին Անահիտը միշտ պատկերացրել էր, որ նա կլինի։ 2 շաբաթ կանոնավոր այցելություններից հետո Անահիտը որոշեց, որ ժամանակն է հաջորդ քայլն անելու։ Շաբաթ օրը, երբ ճաշարանն ավելի դատարկ էր, խնդրեց առանձին խոսել Մարինեի հետ։ Մարինեն զարմացավ, բայց համաձայնեց։ Նստեցին հեռավոր սեղանի մոտ, Անահիտը խորը շունչ քաշեց։ Մարինե, ես պետք է քեզ մի բան ասեմ։ Գիտեմ, որ տարօրինակ կթվա, բայց խնդրում եմ մինչ վերջ լսիր ինձ։ Մարինեն կիտեց հոնքերը, ակնհայտորեն շփոթված։ Իհարկե։ Ինչ է պատահել։ Անահիտը զգուշությամբ ընտրեց բառերը։ Ես պարզապես սովորական հաճախորդ չեմ։ Ես այստեղ եկա, որովհետև քեզ տեսա հեռուստացույցով մի ռեպորտաժում։ Եվ երբ քեզ տեսա, մի բան ճանաչեցի։ Քո վզնոցը։ Այդ թիթեռնիկի վզնոցը։ Մարինեն բնազդաբար ձեռքը տարավ կուլոնին։ Այո։ Դա իմ կենսաբանական մորից է։ Ինչո՞վ։ Անահիտը զգաց, որ արցունքները բարձրանում են։ Որովհետև ես ճանաչում եմ քո կենսաբանական մորը։ Գիտեմ, թե ով է նա։ Հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ Մարինեն բոլորովին անշարժացել էր, աչքերը լայն բացված, փորձելով ընկալել այն, ինչ հենց նոր լսել էր։ Վերջապես, գտավ ձայնը։ Դուք ճանաչում եք իմ մորը։ Ինչպե՞ս։ Որտեղ է նա։ Նա ողջ է։ Անահիտը դանդաղ գլխով արեց։ Նա ողջ է, այո։ Եվ շատ կցանկանար ճանաչել քեզ։ Բայց նախքան քեզ ասելը, թե ով է նա, պետք է պատմեմ պատմությունը։ Պետք է, որ դու հասկանաս, թե ինչ է տեղի ունեցել, ինչու են քեզ որդեգրման տվել, ինչու նա չի կարողացել քեզ հետ մնալ։ Մարինեն դողում էր։ Լավ։ Պատմեք։ Պատմեք ամեն ինչ։ Եվ Անահիտը պատմեց։ Պատմեց արգելված սիրո, հզոր ընտանիքի ճնշման, թաքցրած հղիության, հարկադրված բաժանման մասին։ Պատմեց համեստ կլինիկայում ծննդաբերության, այն մասին, թե ինչպես մայրը նույնիսկ հնարավորություն չի ունեցել գրկելու երեխային, թե ինչպես է վզնոցը թողել որպես միակ նվեր։ Պատմեց որոնումների անհաջող փորձերի, սաբոտաժի, տարիների ցավի մեղքի զգացումի մասին։ Մարինեն լսում էր, արցունքները հոսում էին դեմքով։ Դժվարությամբ էր շնչում, ձեռքերը սեղմում էր կրծքին։
Երբ Անահիտն ավարտեց, երկար րոպեներ լուռ մնացին։ Վերջապես Մարինեն հարցրեց, ձայնը հազիվ դուրս գալով. Եվ նա ուզում է ինձ ճանաչել հիմա։ 22 տարի անց։ Անահիտը գլխով արեց։ Նա երբեք չի դադարել փնտրել քեզ, Մարինե։ Երբեք չի դադարել մտածել քո մասին։ Գիտեմ, որ սա շատ է, գիտեմ, որ ժամանակ կպահանջվի ընկալելու համար։ Բայց նա սիրում է քեզ։ Միշտ սիրել է։ Մարինեն ձեռքերով սրբեց դեմքը։ Իսկ հայրս։ Իմ կենսաբանական հայրը։ Նա գիտի։ Անահիտը զգաց, որ սիրտը արագանում է։ Գիտի։ Նա հենց նոր իմացավ, նույնքան հուզված է, որքան մայրը։ Նա նույնպես ուզում է ճանաչել քեզ։ Մարինեն կտրուկ բարձրացավ, ակնհայտորեն ծանրաբեռնված։ Ինձ ժամանակ է պետք։ Պետք է այս ամենը մարսեմ։ Սա չափազանց շատ է։ Չափազանց շատ է միանգամից։ Անահիտը նույնպես զգուշությամբ բարձրացավ։ Հասկանում եմ։ Կարող ես վերցնել այնքան ժամանակ, որքան պետք է։ Բայց նախքան գնալդ, թույլ տուր սա տամ քեզ։ Նա մեկնեց մի ծրար։ Ներսում նամակներ էին, որոնք նա գրել էր տարիների ընթացքում, հասցեագրված դստերը, որին երբեք չէր ճանաչել։ Կային նա հին լուսանկարներ իր Ռուբենի, նրանց երջանիկ օրերից, նախքան ամեն ինչի փլուզումը։ Եվ կար մի հեռախոսահամար, եթե Մարինեն ցանկանար կապ հաստատել։ Մարինեն դողացող ձեռքերով վերցրեց ծրարը։ Երկար վայրկյաններ նայում էր դրան։ Հետո, առանց որևէ բան ասելու, շրջվեց դուրս եկավ ճաշարանից։ Անահիտը մնաց կանգնած այնտեղ, դատարկ սրահի մեջտեղում, սիրտը կտոր-կտոր եղած։ Արդյոք ճիշտ բան էր արել։ Արդյոք պետք էր ավելի երկար սպասել։ Արդյոք վախեցրել էր Մարինեին ընդմիշտ։ Անմիջապես զանգահարեց Ռուբենին, պատմեց, թե ինչ է տեղի ունեցել։ Նա լուռ էր գծի մյուս կողմում, ամեն ինչ ընկալելով։ Վերջապես, միայն ասաց, որ պետք է վստահեն։ Վստահեն, որ Մարինեն բավականաչափ ուժեղ է ճշմարտության հետ գործ ունենալու համար։ Վստահեն, որ իր ժամանակին նա կվերադառնա։ Բայց օրերն անցան, Մարինեն կյանքի նշան ցույց չտվեց։ Չզանգահարեց, հաղորդագրություն չուղարկեց, չվերադարձավ ճաշարան։ Անահիտը մի քանի անգամ գնաց այնտեղ, բայց Մարինեն արձակուրդ էր խնդրում ամեն անգամ, երբ նրան տեսնում էր գալիս։ Ակնհայտորեն խուսափում էր առերեսումից։ Անահիտը սկսեց հուսահատվել։ Իսկ եթե ընդմիշտ կորցրել էր դստերը։ Իսկ եթե Մարինեն ատում էր իրեն։ Իսկ եթե այլս երբեք չցանկանար տեսնել իրեն։ Անհանգստությունը կլանում էր նրան։ Մինչ որ ուրբաթ առավոտյան բացահայտումից 2 շաբաթ անց Անահիտի հեռախոսը զանգեց։ Անծանոթ համար էր։ Սիրտը բաբախելով պատասխանեց։ Մյուս կողմի ձայնը տատանվող էր, դողացող, բայց անսխալական։ Մարինեն էր։ Ես կարդացի նամակները։ Տեսա լուսանկարները։ Եվ ինձ պատասխաններ են պետք։ Պետք է ամեն ինչ նորից լսեմ, ավելի մանրամասն։ Պետք է հասկանամ։ Կարող եք վաղը առավոտյան գալ հաղթանակի զբոսայգի։ Ժամը 10-ին։ Անահիտը հազիվ կարողացավ պատասխանել։ Այո։ Այո, ես կգամ։ Շնորհակալ եմ, Մարինե։ Շնորհակալ եմ, որ ինձ այս հնարավորությունը տվեցիր։ Երբ անջատեց, փլվեց բազմոցին լաց եղավ։ Դրանք թեթացման արդյունքներ էին։ Մարինեն իրեն չէր մերժել։ Դեռ հույս կար։ Դեռ հնարավորություն կար միասին ինչ-որ բան կառուցելու։ Եվ Անահիտը վճռական էր չվատնել այդ հնարավորությունը։ Ոչ այս անգամ։ Երբեք այլս։ Այդ շաբաթ առավոտյան հաղթանակի զբոսայգին մարդաշատ էր։ Ընտանիքներ, երեխաների հետ, դեռահասների խմբեր, տարեցներ, որոնք դանդաղ քայլում էին արահետներով։ Արը վառ էր, բայց հաճելի զեփյուրը տանելի էր դարձնում շոգը։ Անահիտը հասավ պայմանավորված ժամից 15 րոպե շուտ, ստամոքսը խառնված նյարդայնությունից։ Հագել էր հասարակ հագուստ, ջինս սպիտակ շապիկ, մուգ ակնոցները ծածկում էին այդքան լաց լինելուց ուռած աչքերը։ Մարինեն արդեն այնտեղ էր։ Նստած մի նստարանին, փարթամ ծառի ստվերում, հայացքը հառել էր արջի արհեստական լճակին։
Հագել էր հասարակ ծաղկավոր զգեստ, մազերը հավաքված էին անփույթ կոսով, ձեռքին բռնել էր այն ծրարը, որը Անահիտը տվել էր իրեն, այժմ ճմրթված այդքան շատ շոշափելուց։ Երբ տեսավ Անահիտի մոտենալը, չբարձրացավ, պարզապես հետեց, թե ինչպես է նա քայլում դեպի իրեն։ Անահիտը նստեց կողքին, հարգալից տարածություն թողնելով նրանց միջ։ Երկար րոպեներ լուռ մնացին, պարզապես դիտելով հեռվում խաղացող երեխաներին, լճակում լողացող բադերին, իրենց շուրջը տեղի ունեցող կյանքը։ Վերջապես, Մարինեն խոսեց. Ես կարդացի նամակները։ Բոլորը։ Որոշները մի քանի անգամ։ Տեսա լուսանկարները։ Եվ որոնումներ արեցի։ Ձեր մասին։ Անահիտը զգաց, որ սիրտը սառչում է։ Նա գիտեր։ Իհարկե, գիտեր։ Ցանկացած մարդ, ով ինտերնետի հասանելիություն ունի, կիմանար նրա անունը, դեմքը, կարողությունը։ Ամեն ինչ այնտեղ էր, բացահայտված, փաստագրված։ Ես պարզեցի, թե ով եք դուք, շարունակեց Մարինեն, ձայնը զուսպ, բայց հուզմունքով լի։ Անահիտ Կարապետյան։ Միլիարդատերը։ Երանի ամենահզոր կինը։ Եվ դուք ինձ ասում եք, որ այդ կինն իմ մայրն է։ Անահիտը խորը շունչ քաշեց։ Ես այդպես չէի ուզում, որ դու իմանայիր։ Ուզում էի, որ նախ ինձ ճանաչեիր, նախքան փողի, իշխանության, այդ ամենի մասին իմանալ։ Ուզում էի, որ իմանայիր, թե ինչ մարդ եմ ես, ոչ թե այն կերպարը, որը կառուցել եմ։ Մարինեն շրջվեց դեպի նա, Անահիտը կարողացավ տեսնել երիտասարդ կնոջ աչքերում կուտակված արցունքները։ Ինչու ինձ միանգամից չասացիք։ Ինչու էիք ծածնում, թե սովորական հաճախորդ եք։ Ինչու այս բոլոր ստերը։ Որովհետև վախենում էի, պատասխանեց Անահիտը, ձայնը խեղդված։ Վախենում էի քեզ վախեցնել։ Վախենում էի, որ դու ինձ կմերժես։ Վախենում էի, որ եթե իմանայիր, թե ով եմ ես, կմտածեիր, որ փորձում եմ գնել քո սերն ու ուշադրությունը։ Ես պարզապես ուզում էի ճանաչել քեզ, Մարինե։ Ուզում էի տեսնել, թե ով ես դու դարձել։ Եվ երբ քեզ ճանաչեցի, տեսա մի հիանալի, ուժեղ, բարի կնոջ։ Տեսա այն ամենը, ինչ միշտ երազել էի, որ դու լինես։ Մարինեն հայացքը շեղեց, արցունքները վերջապես հոսեցին։ Դուք գաղափար չունեք, թե ինչ է նշանակում մենակ մեծանալ։ Իմանալով, որ ինչ-որ տեղ կենսաբանական ընտանիք ունես, բայց առանց նրանց գտնելու հնարավորության։ Տիկին Սիրանուշն ու պարոն Հովակիմն ինձ սիրում էին, հրաշալի էին, բայց ես միշտ դատարկություն էի զգում։ Միշտ ուզում էի իմանալ, թե որտեղից եմ եկել, ովքեր են իմ ծնողները, ինչու են ինձ որդեգրման տվել։ Եվ հիմա դուք հայտնվում եք 22 տարի անց, սպասում, որ ես պարզապես ընդունեմ։ Ես ընդունելություն չեմ սպասում, մեղմ ասաց Անահիտը։ Ներում չեմ սպասում։ Միայն սպասում եմ, որ ինձ հնարավորություն տաս բացատրելու, պատմելու իմ տեսակետը։ Եվ հետո, դու կորոշես։ Եթե ուզենաս ինձ ընդմիշտ հեռացնել, ես կհարգեմ դա։ Բայց տուր ինձ այդ հնարավորությունը։ Մարինեն լուռ մնաց, ակնհայտորեն պայքարելով ինքն իր դեմ։ Վերջապես, գլխով արեց։ Լավ։ Պատմեք։ Պատմեք ամեն ինչ։ Առանց որևէ բան բաց թողնելու։ Ուզում եմ իմանալ յուրաքանչյուր մանրուք։ Եվ Անահիտը պատմեց։ Պատմեց արտոնյալ, բայց միայնակ մանկության իշխող վերահսկող հոր Կարապետյան ազգանունը կրելու բեռի մասին։ Պատմեց այն օրվա մասին, երբ հանդիպեց Ռուբենին, թե ինչպես էր նա տարբերվում իր ճանաչած բոլոր տղամարդկանցից, թե ինչպես սիրահարվեց նրա պարզությանն ու անկեղծությանը։ Պատմեց այն կախարդական ամիսների մասին, որոնք նրանք միասին անցկացրին, աշխարհից թաքնված, ապրելով մի սեր, որը գիտեին, որ անհնար է։ Հետո պատմեց այն օրվա մասին, երբ Արտաշեսը բացահայտեց սպառնալիքների, շանտաժների, անտանելի ճնշման մասին։ Մարինեն լսում էր յուրաքանչյուր բառը աճող ուշադրությամբ, աչքերը հառած Անահիտի դեմքին, կարծես փորձում էր տեսնել ճշմարտությունը յուրաքանչյուր նախադասության հետում։ Երբ Անահիտը հասավ հղիության մասին հատվածին, ձայնը դողաց։ Պատմեց վախի, մենակության, այն մասին, թե ինչպես քաջություն չունեցավ փնտրելու Ռուբենին, քանի որ կարծում էր, որ նա կատի իրեն։ Պատմեց թաքնված ամիսների, կլինիկայում ծննդաբերության, այն կործանարար պահի մասին, երբ երեխային խլեցին իր ձեռքերից։ Ես կարողացա տեսնել նրան ընդամենը մի քանի վայրկյան, Մարինե։ Մի քանի թանկարժեք վայրկյան, երբ տեսա նրա դեմքը, լսեցի նրա լացը։ Եվ հետո նրան տարան։
Հայրս ասաց, որ դա լավագույնի համար է, որ դու լավ կյանք ունենաս, որ ես քեզ մեծացնելու ունակություն չունեմ։ Եվ ես, թույլ ու վախեցած, ինչպիսին էի, հավատացի։ Մարինեն արդեն բացահայտ լաց էր լինում։ Իսկ վզնոցը։ Ինչու թողեցիք վզնոցը։ Անահիտը դիպավ սեփական վզին, կարծես դեռ կարողանար զգալ այն կուլոնի ծանրությունը, որը կրել էր այդքան տարի։ Դա տատիկիսն էր։ Ընտանիքի միակ մարդը, ով ինձ անվերապահորեն սիրում էր։ Նա միշտ ասում էր, որ թիթեռները վերափոխում են խորհրդանշում, որ կարևոր չէ, թե որտեղից ենք գալիս, միշտ կարող ենք վերածվել ինչ-որ գեղեցիկ բանի։ Ուզում էի, որ դու իմ ինչ-որ բան ունենայիր։ Մի բան, որը ինձ կկապեր քեզ հետ, նույնիսկ եթե մենք այլս երբեք չտեսնվեինք։ Երկուսն էլ երկար րոպեներ միասին լաց եղան։ Մարդիկ անցնում էին շուրջ բոլորը, ոմանք հետաքրքրությամբ նայում էին, բայց նրանցից ոչ մեկը դա կարևոր չէր համարում։ Նրանք իրենց սեփական աշխարհում էին, իրենց սեփական ընդհանուր ցավի մեջ։ Երբ վերջապես հանգստացան, Մարինեն տվեց այն հարցը, որից Անահիտը վախենում էր։ Իսկ հա իրս։ Ռուբենը։ Դուք նրան հետո փնտրեցիք։ Պատմեցիք նրան։ Անահիտը գլխով արեց։ Փնտրեցի, այո։ 2 շաբաթ առաջ։ Նա ցնցված էր, Մարինե։ Լաց եղավ այնպես, ինչպես երբեք չէի տեսել, որ տղամարդը լաց լինի։ Նա ոչինչ չգիտեր։ Երբեք չէր իմացել հղիության մասին։ Եվ երբ տեսավ քո լուսանկարը, երբ իմացավ, որ դուստր ունի, կործանվեց, որ ներկա չի եղել։ Նա ուզում է ճանաչել քեզ։ Շատ է ուզում ճանաչել քեզ։ Մարինեն ձեռքերը տարավ դեմքին, շփեց հոգնած աչքերը։ Սա չափազանց շատ է։ Ամեն ինչ չափազանց շատ է միանգամից։ Իմ ամբողջ կյանքում ես հավատացել եմ, որ ինձ լքել են։ Որ իմ կենսաբանական ծնողներն ինձ չեն ուզել։ Եվ հիմա դուք ինձ ասում եք, որ սեր է եղել, պայքար է եղել, ցավ է եղել։ Ես ինչպես մարսեմ սա։ Անահիտը տատանվող ձեռքը մեկնեց, թեթակի դիպավ Մարինեի թին։ Դու պարտավոր չես ամեն ինչ հիմա մարսել։ Կարող ես վերցնել այնքան ժամանակ, որքան պետք է։ Բայց իմացիր, որ ես այստեղ եմ։ Հայրդ այստեղ է։ Եվ մենք ուզում ենք լինել քո կյանքի մի մասը, եթե դու թույլ տաս։ Մարինեն նայեց Անահիտի ձեռքին իր թի վրա։ Դա ժամանակի մեջ կախված մի պահ էր։ Հետո դանդաղ իր ձեռքով ծածկեց Անահիտի ձեռքը։ Դա գրկախառնություն չէր, ներման հայտարարություն չէր, բայց դա սկիզբ էր։ Ընդունում, որ այնտեղ ինչ-որ բան կար, մի կապ, որը չէր կարելի ժխտել։ Ես ուզում եմ ճանաչել հորս, վերջապես ասաց Մարինեն։ Ուզում եմ ճանաչել Ռուբենին։ Բայց ինձ ժամանակ է պետք ձեզ հետ։ Պետք է ձեզ իսկապես ճանաչեմ։ Ոչ թե գործարարին, ոչ թե միլիարդատիրոջը։ Ուզում եմ ճանաչել կնոջը։ Մորը։ Անահիտը եռանդով գլխով արեց։ Այո։ Ամեն ինչ քո ժամանակին։ Քո ռիթմով։ Ես այստեղ կլինեմ։ Միշտ։ Հաջորդ օրերին Անահիտն ու Մարինեն սկսեցին պարբերաբար հանդիպել։ Զբոսնում էին այգում, սուրճ էին խմում թաղամասի փոքրիկ հացատներում, ժամերով զրուցում ամեն ինչի ոչնչի մասին։ Անահիտը պատմում էր տատիկի մասին, որին Մարինեն երբեք չէր ճանաչել, առանձնատան կյանքի, ճնշումների, սպասելիքների մասին։ Մարինեն խոսում էր տիկին Սիրանուշի պարոն Հովակիմի ֆինանսական դժվարությունների, բայց նա ստացած սիրո ուսումը վերսկսելու, մի օր ուսուցչուհի դառնալու երազանքների մասին։ Նրանց միջ կապը դանդաղ, բայց աճում էր։ Դեռս կար մի պատնեշ, Մարինեի կողմից մի զգուշավորություն, որը հասկանալի էր։ Բայց կային նա անկեղծ ծիծաղի, մտերմության, փոխադարձ ճանաչման պահեր։ Անահիտը Մարինեին ներկայացրեց Ռուբենին զգուշորեն պլանավորված հանդիպման ժամանակ։ Դա կիրակի օրն էր, կենտրոնի մի համեստ ռեստորանում։ Երբ Ռուբենը տեսավ Մարինեի մտնելը, այնքան կտրուկ ոտքի կանգնեց, որ քիչ մնաց աթոռը գցեր։ Նրա աչքերը լի էին արցունքներով, նախքան նա կհասներ սեղանին։ Բար, ամաչկոտ ասաց Մարինեն։ Դուք պետք է Ռուբենը լինեք։ Ռուբենը չկարողացավ խոսել։ Պարզապես բացեց ձեռքերը, Մարինեն, մի պահ տատանվելուց հետո մոտեցավ։ Գրկախառնությունը երկար էր, ամուր, լի 22 տարվա բացակայությամբ։ Երբ բաժանվեցին, երկուսն էլ լաց էին լինում։
Անահիտը հեռվից տեսարանը դիտելով զգաց, որ սիրտը պայթում է հուզմունքից։ Կեսօրը կախարդական էր։ Ռուբենը պատմում էր արհեստանոցի այն մասին, թե ինչպես էր երազում սեփական բան կառուցել, թե ինչպես երբեք չէր մոռացել Անահիտին։ Մարինեն խոսում էր իր աշխատանքի, երազանքների, վախերի մասին։ Նրանք միասին ծիծաղում էին, միասին լաց լինում, միմյանց բացահայտում։ Երբ հրաժեշտ տվեցին, Ռուբենը բռնեց Մարինեի ձեռքերը, ասաց մի բան, որը նա ընդմիշտ կպահեր սրտում։ Ես գիտեմ, որ ներկա չեմ եղել։ Չեմ կարողացել քեզ պաշտպանել, սովորեցնել, տեսնել քո մեծանալը։ Բայց ես հիմա այստեղ եմ։ Եվ ես կանցկացնեմ իմ կյանքի մնացած մասը, փորձելով փոխհատուցել կորցրած ողջ ժամանակը։ Ամեն ինչ կարծես թե իր հունով էր ընթանում։ Դանդաղ, բայց ընթանում էր։ Անահիտը սկսում էր հավատալ, որ վերջապես կունենա այն ընտանիքը, որի մասին միշտ երազել էր։ Որ կարող է իրական հարաբերություններ կառուցել Մարինեի հետ, հիմնված ազնվության սիրո վրա։ Բայց հետո, ամեն ինչ փլուզվեց։ Հինգշաբթի օրն էր, երբ Մարինեն առանց զգուշացնելու հայտնվեց Անահիտի առանձնատանը։ Դռնապանը զարմացած զանգահարեց, ասելով, որ մուտքի մոտ մի երիտասարդ կին կա, որը խնդրում է խոսել տիկին Կարապետյանի հետ։ Անահիտը, որը վիրտուալ հանդիպման մեջ էր, անմիջապես անջատեց ամեն ինչ, վազեց նրան դիմավորելու։ Բայց երբ տեսավ Մարինեի դեմքը, հասկացավ, որ ինչ-որ բան այն չէ։ Երիտասարդ կինը գունատ էր, աչքերը կարմրած էին այդքան լաց լինելուց, ձեռքերը դողում էին։ Ձեռքին մի քանի ճմրթված թղթեր էր բռնել։ Ինչ է պատահել, տագնապով հարցրեց Անահիտը։ Մարինեն փոթորկի պես մտավ տուն, շուրջը նայելով զայրույթի անհավատության խառնուրդով։ Դուք ստեցիք ինձ։ Ամեն ինչի մասին։ Ասացիք, որ փնտրել եք ինձ։ Ասացիք, որ պապս ձեզ խանգարել է։ Բայց դա այդպես չէր։ Դա այն չէր, ինչ տեղի է ունեցել։ Անահիտը քարացավ։ Ինչի՞ մասին ես խոսում։ Մարինեն թղթերը շպրտեց սուրճի սեղանին։ Երբ դուք ինձ ամեն ինչ պատմեցիք, ես կասկածներ ունեցա։ Ուզում էի հաստատել։ Այնպես որ ես գտա այն իրավաբանին, ով զբաղվել էր իմ որդեգրմամբ։ Նա թոշակի էր անցել, բայց համաձայնեց ընդունել ինձ։ Եվ գիտեք, թե նա ինձ ինչ պատմեց։ Անահիտը զգաց, որ հատակը անհետանում է իր ոտքերի տակից։ Մարինե, բացատրիր։ Ինչ ասաց նա։ Նա ասաց, որ դուք իսկապես փնտրել եք ինձ։ Մոտ 12 տարի առաջ։ Որ քննիչներ եք վարձել, որ մոտեցել եք ինձ գտնելուն։ Բայց որ ձեր ընկերությունից ինչ-որ մեկը միջամտել է։ Ձեզ մոտ կանգնած ինչ-որ մեկը սաբոտաժի է ենթարկել ամեն ինչ։ Մարդկանց է վճարել փաստաթղթերը թաքցնելու, հետքերը շեղելու, երաշխավորելու համար, որ դուք ինձ երբեք չգտնեք։ Անահիտը զգաց, որ արյունը սառչում է։ Ոչ։ Հնարավոր չէ։ Հնարավոր է, գոռաց Մարինեն, ձայնը կոտրվելով։ Նրա անունն այստեղ է։ Էդուարդ Մանուկյան։ Ձեր ֆինանսական տնօրենը։ Ձեր վստահելի մարդը։ Նա, ով միշտ ձեր կողքին է լրագրերի լուսանկարներում։ Նա է դա արել։ Նա ինձ գողացել է ձեզնից։ Եվ դուք նույնիսկ չգիտեիք։ Անահիտը դողացող ձեռքերով վերցրեց թղթերը։ Դրանք հաշվետվություններ էին, հին փաստաթղթեր, վճարումների գրառումներ։ Եվ այնտեղ էր Էդուարդի ստորագրությունը։ Տասնյակ փաստաթղթերի վրա։ Թույլատրելով վճարումներ մարդկանց, տեղեկատվությունը թաքցնելու համար։ Հրամայելով, որ գրառումները փոփոխվեն։ Երաշխավորելով, որ բոլոր հետքերը, որոնց Անահիտը հետում էր, տանեն փակ ուղի։ Ոչ։ Չի կարող լինել։ Էդուարդն ինձ հետ է 15 տարի։ Նա իմ աջ ձեռքն է։ Ինչու նա դա կաներ։ Մարինեն դառը ծիծաղեց։ Իշխանության համար։ Դիրքը կորցնելու վախից։ Իրավաբանն ինձ ասաց, որ Էդուարդը վախենում էր, որ եթե դուք ինձ գտնեիք, էմոցիոնալ առումով խոցելի կդառնայիք։ Որ դա կթուլացներ ձեր առաջնորդությունը ընկերությունում։ Որ դուք կսկսեիք որոշումներ կայացնել սրտով, ոչ թե բանականությամբ։ Այնպես որ նա որոշեց ինձ հեռու պահել։ Ինձ թաքնված պահել։ Իր սեփական շահերը պաշտպանելու համար։ Անահիտը զգաց, որ զայրույթը պայթում է իր կրծքում։
Զայրույթ, ինչպիսին երբեք չէր զգացել։ Զայրույթ, որը կուրացնում էր, կլանում էր նրան։ Անմիջապես վերցրեց հեռախոսը, հավաքեց Էդուարդի համարը։ Նա պատասխանեց երկրորդ զանգին իր սովորական պրոֆեսիոնալ օգտակար տոնով։ Էդուարդ, եկ առանձնատուն։ Հիմա։ Շտապ է։ Իհարկե, Անահիտ։ Արդեն ճանապարհին եմ։ Խնդիր կա։ Կիմանաս, ասաց Անահիտը անջատեց։ Նա հասավ 20 րոպե անց։ Մտավ սենյակ իր անթերի կոստյումով սիրալիր ժպիտով, ողջունեց Անահիտին, նկատեց Մարինեին նրա կողքին տեսանելիորեն անհարմար զգաց։ Անահիտ, ո՞վ է այս օրիորդը։ Նոր գործարք։ Անահիտը թղթերը շպրտեց սեղանի վրա, նրա առջ։ Դու ինձ կասես, թե ով է նա, Էդուարդ։ Եվ կասես հիմա։ Էդուարդը նայեց փաստաթղթերին, գունատվեց։ Երկար վայրկյաններ լուռ մնաց, ակնհայտորեն փորձելով պատասխան ձակերպել։ Վերջապես, հոգոց հանեց։ Անահիտ, ես կարող եմ բացատրել։ Ապա բացատրիր, ասաց Անահիտը, ձայնը սառը։ Բացատրիր, թե ինչու ես ինձ սաբոտաժի ենթարկել այս բոլոր տարիների ընթացքում։ Բացատրիր, թե ինչու ես խանգարել, որ ես գտնեմ իմ դստերը։ Էդուարդը անկեղծ զարմանքով նայեց Մարինեին։ Ձեր դուստերը։ Սա ձեր դուստերն է։ Բայց ես կարծում էի, որ դուք երբեք չեք կարողացել գտնել նրան։ Որովհետև դու երաշխավորեցիր, որ չկարողանամ, գոռաց Անահիտը, ձայնը արձագանքելով սենյակում։ Դու փաստաթղթեր ես կեղծել, մարդկանց վճարել, հետքեր շեղել։ Ամեն ինչ, ինձ մթության մեջ պահելու համար։ Ամեն ինչ, ինձ քո վերահսկողության տակ պահելու համար։ Էդուարդը պաշտպանական ժեստով բարձրացրեց ձեռքերը։ Այդպես չէր։ Ես ձեզ պաշտպանում էի։ Դուք տարված էիք այս որոնումներով, Անահիտ։ Կորցնում էիք կենտրոնացումը, վատ որոշումներ էիք կայացնում։ Ընկերությունը տուժում էր։ Ես պարզապես ուզում էի, որ դուք նորից դառնայիք այն ուժեղ առաջնորդը, որը միշտ եղել եք։ Սուտ, գոռաց Մարինեն, մոտենալով նրան։ Դու ուզում էիր պահպանել քո իշխանությունը։ Ուզում էիր երաշխավորել, որ նա շարունակի կախված լինել քեզնից։ Եվ քեզ չհետաքրքրեց, որ այդ ընթացքում երկու կյանք ես ոչնչացնում։ Էդուարդը նայեց Անահիտից Մարինեին, հասկանալով, որ ելք չկա։ Վերջապես, դիմակն ընկավ։ Լավ։ Այո։ Ես դա արեցի։ Արեցի, որովհետև դա անհրաժեշտ էր։ Անահիտ, դուք հիանալի առաջնորդ եք, երբ կենտրոնացած եք։ Բայց երբ սկսեցիք այս հուսահատ որոնումները, դուք քայքայվում էիք։ Էմոցիոնալ որոշումներ էիք կայացնում, կարևոր գործարքներ կորցնում։ Ինչ-որ մեկը պետք է ձեզ պաշտպաներ ինքներդ ձեզնից։ Անահիտը սրտխառնոց զգաց։ Դուրս։ Դուրս եկ իմ տնից հիմա։ Անահիտ, խելամիտ եղիր։ Դուրս, գոռաց Անահիտը, մատնացույց անելով դուռը։ Դու ազատված ես։ Այլս երբեք չեմ ուզում տեսնել քո դեմքը։ Եվ կարող ես վստահ լինել, որ ես կերաշխավորեմ, որ բոլորն իմանան, թե դու ինչ ես արել։ Այլս երբեք չես աշխատի ոչ մի հարգարժան ընկերությունում։ Էդուարդը մի պահ կանգնեց, ակնհայտորեն ցնցված։ Հետո հասկանալով, որ կորցրել է ամեն ինչ, շրջվեց դուրս եկավ, առանց այլս որևէ բան ասելու։ Դուռը նրա հետից փակվեց վերջնական ձայնով։ Անահիտը փլվեց բազմոցին, դողալով զայրույթից ցնցումից։ Մարինեն կանգնած էր սենյակի մեջտեղում, նույնպես ընկալելով այն, ինչ հենց նոր տեղի էր ունեցել։ Վերջապես, նստեց Անահիտի կողքին։ Դուք իսկապես չգիտեիք, ասաց Մարինեն, դա հարց չէր, այլ փաստի արձանագրում։ Ոչ, շշնջաց Անահիտը։ Երբեք չեմ կասկածել։ Նա միշտ այնտեղ էր, միշտ օգնում էր, միշտ այլընտրանքներ էր առաջարկում։ Եվ ես վստահում էի նրան։ Կուրորեն վստահում էի։ Մարինեն երկար րոպեներ լուռ մնաց։ Հետո, զարմանալիորեն, բռնեց Անահիտի ձեռքը։ Ես տեսա, թե ինչպես դուք նրան ազատեցիք։ Տեսա, թե ինչպես դուք ընտրեցիք ինձ, նրա փոխարեն։ Դա ինչ-որ բան նշանակում է։ Դա առաջին անգամն էր, որ Մարինեն Ներմանը մոտ ինչ-որ բան էր ցուցաբերում։ Երկուսն էլ նստած էին այնտեղ, կողք կողքի, լռության մեջ։ Դա այն երջանիկ ավարտը չէր, որը Անահիտը պատկերացրել էր։ Բայց դա իրական էր։
ազնիվ էր։ Եվ գուցե դա ինչ-որ իսկական բանի սկիզբն էր։ Էդուարդի հետ առերեսումից հետո օրերը տարօրինակ ու լարված էին։ Մարինեն շարունակում էր այցելել Անահիտին, բայց նրա մեջ մի հեռավորություն, մի զգուշավորություն կար, որը նախկինում չկար։ Խոսում էին մակերեսային թեմաներից, խուսափում էին անդրադառնալ անցյալին, ծածնում էին, թե ամեն ինչ կարգին է։ Բայց այդպես չէր։ Անահիտը զգում էր, որ չնայած Էդուարդին ազատելուն, չնայած Մարինեին նրա աչքի առաջ ընտրելուն, նրանց մեջ դեռ պատ կար։ Մի պատ, որը կառուցվել էր տարիների բացակայությամբ, ցավով, չարդարացված սպասումներով։ Ռուբենը իր հերթին դարձել էր մշտական ներկայություն Մարինեի կյանքում։ Նա պարբերաբար այցելում էր նրա արհեստանոց, օգնում էր դասավորել գործիքները, սովորում էր շարժիչների մեխանիկայի մասին։ Ռուբենը նրան սովորեցնում էր անսահման համբերությամբ, պատմում էր իր աշխատանքային տարիների պատմությունները, խոսում էր երիտասարդ տարիքում ունեցած երազանքների մասին։ Մարինեն ամեն ինչ լսում էր ուշադրությամբ, հարցեր էր տալիս, ծիծաղում էր նրա կատակների վրա, նոր հիշողություններ էր ստեղծում այն հոր հետ, որին երբեք չէր ճանաչել։ Անահիտը հետում էր այս մտերմացմանը ուրախության նախանձի խառնուրդով։ Ուրախության, որովհետև տեսնում էր Մարինեին երջանիկ, կապեր ստեղծելիս Ռուբենի հետ։ Նախանձի, որովհետև նրանց հարաբերությունները բնական էին հոսում, մինչդեռ իր Մարինեի հարաբերությունները դեռ ստիպողական էին, լի անհարմար դադարներով, ծանր լռություններով։ Ռուբենը չէր կրում հարստության, իշխանության, Կարապետյանների ընտանիքի բեռը։ Նա պարզապես մի հայր էր, որը փորձում էր ճանաչել իր դստերը։ Անահիտը մի կայսրության ժառանգորդուհի էր, այն կինը, որը որոշումներ էր կայացրել, որոնք փոխել էին բոլորի կյանքի ընթացքը։ Անհնար էր դա անտեսել։ Մի գիշեր, առերեսումից 3 շաբաթ անց, Անահիտը մենակ էր առանձնատանը, երբ հեռախոսը զանգեց։ Մարինեն էր։ Նրա ձայնը հոգնած էր, խոցելի։ Կարո՞ղ եմ գալ ձեզ մոտ։ Պետք է խոսեմ ձեզ հետ։ Անահիտը զգաց, որ սիրտը սեղմվում է։ Իհարկե։ Արի։ Ես քեզ կսպասեմ։ Մարինեն հասավ կես ժամ անց։ Հագել էր հասարակ հագուստ, ճինս հին շապիկ, մազերը արձակ ընկած էին ուսերին։ Ավելի փոքր էր թվում, քան իրականում էր, կարծես աշխարհի ծանրությունը գրեր իր ուսերին։ Անահիտը նրան դիմավորեց մուտքի մոտ, ուղեկցեց դեպի հյուրասենյակ, առաջարկեց սուրճ, թեյ, ջուր։ Մարինեն ընդունեց միայն ջուր։ Նստեցին իրար դիմաց։ Լռությունը ձգվեց երկար րոպեներ, մինչ Մարինեն վերջապես խոսեց։ Ես փորձեցի, Անահիտ։ Փորձեցի ընդունել ամեն ինչ, Մարսել, առաջ շարժվել։ Բայց չեմ կարողանում։ Այստեղ ինչ-որ բան է խրված, նա դիպավ իր կրծքին, մի բան, որը թույլ չի տալիս ինձ առաջ գնալ։ Անահիտը զգաց, որ արցունքները բարձրանում են։ Գիտեմ։ Ես էլ եմ զգում։ Ասա ինձ, թե ինչ է պետք։ Ինչ կարող եմ անել, որպեսզի սա ավելի հեշտ լինի քեզ համար։ Մարինեն նայեց նրան արցունքոտ աչքերով։ Պետք է հասկանամ։ Պետք է հասկանամ, թե ինչպես եք դուք կարողացել ապրել այս բոլոր տարիները, իմանալով, որ ես ինչ-որ տեղ կամ։ Ինչպես եք կարողացել շարունակել, կառուցել այս կայսրությունը, ժպտալ տեսախցիկներին, մինչդեռ ես մենակ էի, պայքարում էի գոյատելու համար։ Ինչպես եք դիմացել ցավին։ Անահիտը զգաց, որ կուրծքը սեղմվում է։ Ճշմարտությունն այն էր, որ նա չէր դիմացել։ Որ ցավը նրան ներսից քայքայել էր ավելի քան 2 տասնամյակ։ Որ յուրաքանչյուր մասնագիտական հաջողություն պարզապես ժամանակավոր շեղում էր այն դատարկությունից, որը զգում էր։ Բայց ինչպես բացատրել դա Մարինեին, առանց կարեկցանք խնդրելու տպավորություն թողնելու։ Ինչպես ստիպել դստերը հասկանալ, որ հարստությունը չի բուժում հուզական վերքերը։ Ես չեմ կարողացել դիմանալ, Մարինե։ 1000 անգամ փլուզվել եմ։ Մենակ լաց եմ եղել հինգաստղանի հյուրանոցներում, կարոր հանդիպումներից հետո։ Պահեր են եղել, երբ մտածել եմ ամեն ինչ թողնելու, անհետանալու մասին։ Միակ բանը, որ ինձ ոտքի վրա է պահել, մի օր քեզ գտնելու հույսն էր։ Իսկ այն օրերին, երբ այդ հույսը մարում էր, աշխատանքն էր։ Թաղվում էի թվերի, պայմանագրերի, բանակցությունների մեջ։ Ամեն ինչ, որպեսզի չմտածեմ այն մասին, ինչ կորցրել էի։ Մարինեն ձեռքի թիկունքով սրբեց դեմքը։ Դուք ընտրություններ ունեիք, Անահիտ։ Ընտրություններ, որոնք ես երբեք չեմ ունեցել։ Կարող էիք ճանապարհորդել, ուր ուզենայիք, գնել, ինչ պետք էր, ունենալ ամեն ինչ ձեռքի տակ։ Ես պետք է պայքարեի յուրաքանչյուր լումայի համար։
Պետք է խնամեի տիկին Սիրանուշին, երբ նա հիվանդացավ, նույնիսկ առանց դեղերի փող ունենալու։ Պետք է կրկնակի աշխատեի, երբ պարոն Հովակիմը մահացավ, նրա թողած պարտքերը վճարելու համար։ Մինչ դուք ձեր առանձնատանն էիք, ես խոնավ բնակարանում էի, ամեն օր մակարոն էի ուտում, որովհետև դա էր այն, ինչ կարող էի գնել։ Մարինեի խոսքերի իրականությունը հարվածեց Անահիտին որպես բռունցք։ Նա գիտեր, տեսականորեն, որ դուստրը դժվարություններ է ունեցել։ Բայց մանրամասները լսելը, տեսարանները պատկերացնելը կործանարար էր։ Նա ճիշտ էր։ Լիովին ճիշտ։ Անահիտը տառապել էր, այո, բայց երբեք նյութական կարիք չէր ունեցել։ Միշտ ունեցել էր հարմարավետ տանիք, առատ սնունդ, անսահմանափակ ռեսուրսներ։ Մարինեն դրանցից ոչինչ չէր ունեցել։ Դու ճիշտ ես, ասաց Անահիտը, ձայնը խեղդված։ Ես ունեցել եմ արտոնություններ, որոնք դու երբեք չես ունեցել։ Եվ ոչինչ չկա, որ ես կարող եմ ասել կամ անել, որը կփոխի դա։ Ես չեմ կարող վերադառնալ անցյալ։ Չեմ կարող քեզ վերադարձնել կորցրած տարիները։ Չեմ կարող ջնջել քո ցավը։ Բայց ես կարող եմ այստեղ լինել հիմա։ Կարող եմ փորձել, Մարինե։ Կարող եմ փորձել լինել այն մայրը, որին դու արժանի էիր ունենալ ի սկզբանե։ Մարինեն երկար րոպեներ լուռ մնաց։ Հետո, Անահիտի համար անսպասելի, սկսեց լաց լինել։ Ոչ թե զուսպ լաց, այլ խորը հեկեկոցներ, որոնք ցնցում էին ամբողջ մարմինը։ Անահիտը երկու անգամ չմտածեց։ Բարձրացավ, գնաց Մարինեի մոտ գրկեց նրան։ Առաջին անգամ, իսկապես գրկեց նրան։ Մարինեն մի վայրկյան դիմադրեց, բայց հետո հանձնվեց, դեմքը թաղելով Անահիտի ուսին լաց լինելով երեխայի պես։ Նրանք այդպես մնացին երկար րոպեներ։ Անահիտը շոյում էր Մարինեի մազերը, մխիթարական խոսքեր էր մրմնջում, միասին լաց էր լինում։ Դա կատարսիսի, կուտակված ողջ ցավի ազատման պահ էր։ Երբ վերջապես բաժանվեցին, երկուսն էլ հյուծված էին, բայց ինչ-որ բան փոխվել էր։ Ինչ-որ բան կոտրվել էր, մի նույն ժամանակ վերակառուցվել։ Ես ուզում եմ փորձել, ասաց Մարինեն, ձայնը խռպոտ այդքան լաց լինելուց։ Ուզում եմ ձեզ իսկապես ճանաչել։ Բայց ինձ ժամանակ է պետք։ Պետք է դանդաղ գնամ։ Անահիտը եռանդով գլխով արեց։ Որքան ժամանակ քեզ պետք է։ Կգնանք քո ռիթմով։ Մեր ռիթմով։ Հաջորդ ամիսներին Անահիտն ու Մարինեն սկսեցին նոր բան կառուցել։ Դա ավանդական մայր-դուստր հարաբերություն չէր։ Դա ինչ-որ տարբեր բան էր, ձևավորված այն յուրահատուկ հանգամանքներով, որոնք նրանց միավորել էին։ Բայց դա իրական էր։ Ազնիվ էր։ Եվ աճում էր ամեն օր։ Անահիտը սկսեց այցելել Մարինեին Շենգավիթի իր բնակարան։ Սկզբում ցնցված էր անմխիթար պայմաններից։ Խոնավությունից բծավորված պատերը, հին մաշված կահույքը, ցնցուղը, որն աշխատում էր միայն սառը ջրով։ Անմիջապես առաջարկեց վճարել վերանորոգման, նոր կահույքի, այն ամենի համար, ինչ Մարինեին պետք էր։ Բայց Մարինեն մերժեց։ Ասաց, որ պետք է ամեն ինչ անի իր ժամանակին, իր ձով։ Անահիտը հարգեց, թե դժվարությամբ։ Փողի փոխարեն Անահիտն առաջարկեց ժամանակ։ Նրանք միասին կեսօրներ էին անցկացնում, խոհարարությամբ զբաղվելով մի բան, որը Մարինեն սիրում էր անել, որը Անահիտը երբեք չէր սովորել։ Մարինեն սովորեցնում էր բաղադրատոմսեր, որոնք տիկին Սիրանուշն էր իրեն փոխանցել, Անահիտը անփորձ մով հետում էր հրահանգներին։ Վառում էին բրինձը, չափից շատ աղ էին անում ուտեստը, ծիծաղում էին սեփական սխալների վրա։ Դրանք պարզ, առօրյա, բայց թանկարժեք պահեր էին։ Ռուբենը հաճախ էր միանում նրանց։ Երեքը կազմում էին անհավանական ընտանիք։ Մեխանիկը, գործարարը, մատուցողուհին։ Բոլորովին տարբեր աշխարհների մարդիկ, որոնց ճակատագիրը միավորել էր ամենաանսպասելի ձով։ Ռուբենն ու Անահիտը բացահայտեցին, որ նրանց մեջ դեռ ջերմություն կա, բայց այլս ոչ երիտասարդության ռոմանտիկ սերը։ Դա ընտանեկան ջերմություն էր մարդկանց, ովքեր կիսել էին ինչ-որ կարևոր բան, այժմ միավորված էին էլ ավելի ուժեղ կապով, Մարինեով։ Անահիտը սկսեց դանդաղորեն ինտեգրել Մարինեին իր հանրային կյանքին։ Սկզբում պարզապես նշում էր, որ վերագտել է անցյալից մի կարևոր մարդու։ Հետո, զգուշորեն պլանավորված հարցազրույցում, բացահայտեց, որ դուստր ունի։ Լուրը պայթեց լրատվամիջոցներում։ Երանի ամենահզոր գործարարը դուստր ուներ, որի գոյության մասին ոչ ոք չգիտեր։
Լրագրողները ենթադրություններ էին անում, ամսագրերը տեղեկություններ էին փնտրում, պապարացիները փորձում էին նրանց միասին լուսանկարել։ Մարինեն սարսափեց ուշադրությունից։ Նա սովոր չէր լուսարձակներին, տեսախցիկներին, մամուլի հետաքրքրությանը։ Անահիտը թիկնապահներ վարձեց, զրահապատեց Մարինեի բնակարանը, ապահովեց նրա անձնական կյանքի անձեռնխելիությունը։ Բայց նա նախապատրաստեց նրան անխուսափելիին։ Եթե ուզում էին հանրայնորեն մայր-դուստր հարաբերություններ ունենալ, պետք է գործ ունենային լրատվամիջոցների ուշադրության հետ։ Մարինեն երկար մտածեց այդ մասին։ Խոսեց Ռուբենի հետ, ով խորհուրդ տվեց անել միայն այն, ինչը նրան երջանիկ կդարձնի։ Խոսեց ճաշարանի գործընկերների հետ, ովքեր անվերապահորեն աջակցեցին նրան։ Եվ վերջապես որոշեց։ Հարցազրույց կտա Անահիտի հետ միասին։ Պատմությունը միասին կպատմեն։ Ոչ բոլոր մանրամասները, ոչ ամենացավոտ մասերը, բայց բավականաչափ, որպեսզի մարդիկ հասկանան։ Հարցազրույցը հեռարձակվեց համապետական եթերով։ Անահիտն ու Մարինեն նստած էին կողք կողքի հայտնի հաղորդման բազմոցին։ Հաղորդավարուհին հարգալից հարցեր էր տալիս, նրանք ազնվորեն պատասխանում էին։ Խոսեցին ընտանեկան ճնշմամբ բաժանված սիրո մասին, հարկադրված որդեգրման մասին, որոնումների տարիների մասին, վերամիավորման մասին և այն մասին, թե ինչպես են հիմա հարաբերություններ կառուցում, քայլ առ քայլ։ Արձագանքները խառն էին։ Շատերը գովում էին երկուսի քաջությունը։ Մյուսները քննադատում էին Անահիտին ընտանիքի ճնշումներին զիջելու համար։ Կային մարդիկ, ովքեր ասում էին, որ նա փորձում է փողով գնել Մարինեի ներումը։ Բայց մարդկանց մեծամասնությունը հուզվել էր պատմությունից։ Հազարավոր հաղորդագրություններ եկան այլ մայրերից դուստրերից, ովքեր բաժանվել էին որդեգրման պատճառով, ովքեր նույնանում էին երկուսի ցավի հետ, ովքեր մաղթում էին, որ նրանք միասին երջանկություն գտնեն։ Հարցազրույցից հետո Մարինեի մեջ ինչ-որ բան փոխվեց։ Կարծես, հանրայնորեն պատմությունը կիսելով, նա վերջապես ընդունել էր, որ դա իրական է։ Որ Անահիտն իր մայրն է։ Որ նրանք երկրորդ հնարավորություն ունեն։ Սկսեց ավելի շատ բացվել, իջեցնել պաշտպանական պատնեշները, թույլ տալ, որ Անահիտն ավելի խորը մտնի իր կյանք։ Անահիտն առաջարկեց, որ Մարինեն վերադառնա ուսմանը։ Առաջարկեց վճարել համալսարանի համար, ոչ թե որպես լավություն, այլ որպես մի բան, որ ցանկացած մայր կաներ իր դստեր համար։ Մարինեն շաբաթներով տատանվում էր, բայց վերջապես համաձայնեց։ Նորից ընդունվեց մանկավարժության ֆակուլտետ, այս անգամ կարողանալով ամբողջությամբ նվիրվել ուսմանը։ Շաբաթական 2 անգամ շարունակում էր աշխատել ճաշարանում, որովհետև ուզում էր, որովհետև սիրում էր, որովհետև այդ վայրը իր պատմության մի մասն էր։ Ամիսներ անցան։ Անահիտի Մարինեի հարաբերությունները հասունացան։ Դեռս կային դժվար պահեր, վեճեր անցյալի մասին, արցունքներ այն մասին, թե ինչ կարող էին լինել։ Բայց կային նա ծիծաղ, մտերմություն, ապագայի պլաններ։ Մարինեն ծանոթացավ Անահիտի գործընկերների հետ, մասնակցեց առանձնատան ընթրիքներին, սկսեց հասկանալ այն աշխարհը, որում մայրն էր ապրում։ Անահիտը իր հերթին հաճախում էր Մարինեի թաղամաս, ծանոթանում էր հարանների հետ, ուտում էր տեղական սրճարաններում, սովորում էր մի իրականության մասին, որը միշտ գոյություն ուներ իր առանձնատնից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, բայց որը նա երբեք իսկապես չէր տեսել։ Ռուբենը նույնպես բարգավաճում էր։ Անահիտի զուսպ օգնությամբ ընդլայնեց արհեստանոցը, ավելի շատ աշխատողներ վարձեց, ընդլայնեց բիզնեսը։ Բայց պահպանեց էությունը։ Նա դեռ այն համեստ, աշխատասեր Ռուբենն էր, կոշտացած ձեռքերով, անկեղծ ժպիտով։ Մարինեն պարբերաբար այցելում էր նրան, երկուսը կառուցեցին հայր-դուստր հիանալի հարաբերություններ։ Նա նրան սովորեցնում էր մեքենաների, ձեռքի աշխատանքի, ջանքի արժեքի մասին։ Նա նրան սովորեցնում էր տեխնոլոգիաների, ժամանակակից աշխարհի, երազանքների հնարավորությունների մասին։ Եվ հետո եկավ այդ օրը։ Կիրակի օրն էր, առաջին վերամիավորումից 6 ամիս անց։ Անահիտը տանն էր, պատշգամբում գիրք էր կարդում, երբ հեռախոսը զանգեց։ Մարինեն էր։ Բայց նրա ձայնում ինչ-որ բան տարբեր էր։ Ավելի թեթ։ Ավելի մտերիմ։ Բար։ Զբաղված ես։ Ես երբեք զբաղված չեմ քեզ համար, պատասխանեց Անահիտը։ Ինչ է պետք։ Ուզում էի իմանալ, կարող ես վաղը ճաշի գալ իմ տուն։ Այն լազանյան եմ պատրաստելու, որը դու սիրում ես։ Անահիտը ժպտաց։ Իհարկե։ Ժամը քանիսին։
Կեսօրին։ Եվ Անահիտ, կարող ես նա պապա Ռուբենին կանչել։ Ուզում էի, որ միասին ճաշեինք երեքով։ Անահիտը զգաց, որ սիրտը սեղմվում է։ Դա առաջին անգամն էր, որ Մարինեն Ռուբենին անվանում էր պապա։ Եվ ավելի կարևոր, դա առաջին անգամն էր, որ առաջարկում էր, որ երեքը միասին լինեն որպես ընտանիք։ Փորձեց չլացել, բայց ձայնը խեղդված դուրս եկավ, երբ պատասխանեց. Իհարկե։ Ես նրան կասեմ։ Մենք այնտեղ կլինենք։ Երբ անջատեց, Անահիտը երկար րոպեներ կանգնած մնաց, նայելով հեռախոսին։ Հետո, վերջապես, թույլ տվեց իրեն լաց լինել։ Բայց դրանք ուրախության արդյունքներ էին։ Թեթացման արդյունքներ։ Երախտագիտության արդյունքներ։ Հաջորդ օրը Անահիտն ու Ռուբենը միասին հասան Մարինեի բնակարան։ Նա դուռը բացեց պայծառ ժպիտով, հագին տոմատի սոուսով կեղտոտված գոգնոց։ Սեղանը խնամքով գցված էր, վառվող մոմեր կային, ցածր երաժշտություն էր հնչում։ Դա հատուկ պահ էր, Մարինեն ջանք էր գործադրել, որ այն կատարյալ լինի։ Ճաշը հրաշալի էր։ Ծիծաղում էին, պատմություններ էին պատմում, ապագայի պլաններ էին կազմում։ Ռուբենը խոսեց արհեստանոցն էլ ավելի ընդլայնելու, գուցե մասնաճյուղ բացելու մասին։ Անահիտը պատմեց մի սոցիալական նախագծի մասին, որը սկսում էր, ուղղված անապահով համայնքների երիտասարդներին կրթություն ստանալու հարցում օգնելուն։ Մարինեն խոսեց համալսարանի, այն մասին, թե ինչպես էր սիրում դասերը, այն պրակտիկայի մասին, որը ստացել էր քաղաքային դպրոցում։ Երբ ավարտեցին ուտելը, Մարինեն բարձրացավ աղանդերը բերելու։ Վերադարձավ տնական շոկոլադե տորթով, ամբողջովին ծուռ ու անկատար, բայց սիրով պատրաստված։ Կտորներ կտրեց երեքի համար, երբ նորից նստեց, մի պահ լուռ մնաց։ Անահիտն ու Ռուբենը հասկացան, որ նա ուզում է ինչ-որ բան ասել։ Ես ուզում էի շնորհակալություն հայտնել, սկսեց Մարինեն, ձայնը հուզված։ Շնորհակալություն, որ դուք ինձնից հույսը չկտրեցիք։ Որ պայքարեցիք ինձ գտնելու համար։ Որ հիմա այստեղ եք, փորձում եք ինձ հետ ինչ-որ բան կառուցել։ Ես գիտեմ, որ հեշտ չի եղել։ Գիտեմ, որ ես չեմ հեշտացրել։ Ես կոշտ էի, հեռու էի, բաներ էի պահանջում, որոնք գուցե արդար չէին։ Բայց դուք շարունակեցիք։ Շարունակեցիք ինձ սիրել, նույնիսկ երբ ես չգիտեի, թե ինչպես փոխադարձել։ Ռուբենը բռնեց նրա ձեռքը։ Դու մեր դուստրն ես, Մարինե։ Ոչինչ չկա, որ դու կարող ես անել, որը մեզ ստիպի հրաժարվել քեզնից։ Անահիտը նույնպես բռնեց Մարինեի մյուս ձեռքը։ Մենք 22 տարի սպասել ենք քեզ գտնելու համար։ Մենք քեզ հիմա չենք կորցնի։ Երբեք այլս։ Մարինեն նայեց երկուսին, աչքերը փայլում էին արցունքներից։ Հետո մեղմ, բայց հաստատուն ձայնով ասաց այն բառերը, որոնց Անահիտը սպասել էր մի ամբողջ կյանք։ Շնորհակալ եմ, մամա։ Շնորհակալ եմ, պապա։ Ժամանակը կանգ առավ։ Անահիտը զգաց, կարծես սիրտը պիտի պայթեր։ Մամա։ Մարինեն իրեն մամա էր անվանել։ Ոչ թե Անահիտ, ոչ թե տիկին, այլ մամա։ Նայեց Ռուբենին, տեսավ, որ նա նույնպես լաց է լինում։ Երեքը միաժամանակ բարձրացան գրկախառնվեցին փոքրիկ սենյակի մեջտեղում։ Ամուր գրկախառնություն, լի սիրով, ներումով, նոր սկզբով։ Նրանք այդպես մնացին երկար րոպեներ, միաժամանակ լաց լինելով ծիծաղելով։ Երբ վերջապես բաժանվեցին, Մարինեն սրբեց դեմքը, ծիծաղեց սեփական վիճակի վրա։ Նայեք մեզ։ Կարծես մարգարինի գովազդ լինենք։ Նրանք միասին ծիծաղեցին, այդ պահին ամեն ինչ իմաստ ստացավ։ Բոլոր ցավերը, բոլոր կորուստները, բոլոր արցունքները։ Ամեն ինչ հանգեցրել էր այստեղ։ Այն պահին, երբ նրանք վերջապես ընտանիք էին։ Ոչ ավանդական ընտանիք, ոչ կատարյալ ընտանիք, այլ իրական ընտանիք։ Միավորված այն սիրով, որը գոյատել էր տասնամյակների բաժանումից, սոցիալական ճնշումներից, սաբոտաժից, ցավից հետո։ Հաջորդ ամիսներին Անահիտը, Մարինեն, Ռուբենը շարունակեցին կառուցել իրենց հարաբերությունները։ Դեռս մարտահրավերներ կային, իհարկե։ Երբեմն վեճեր, լարվածության պահեր, ցավոտ հիշողություններ, որոնք վերադառնում էին։ Բայց նրանք ամեն ինչին դիմակայում էին միասին։ Որպես ընտանիք։ Անահիտը կրճատեց իր աշխատանքային ծանրաբեռնվածությունը, ավելի շատ ժամանակ անցկացնելու Մարինեի հետ։ Ներկա էր լինում համալսարանի ներկայացումներին, օգնում էր ակադեմիական աշխատանքներում, ուրախանում էր յուրաքանչյուր նվաճման համար։
Մարինեն սկսեց ավելի հաճախ այցելել առանձնատուն, այլևս ոչ որպես այցելու, այլ որպես դուստր։ Անահիտը նրա համար սենյակ պատրաստեց, զարդարված Մարինեի ճաշակով, որպեսզի նա միշտ այնտեղ իր տեղն ունենա։ Ռուբենը նորից ամուսնացավ մի բարի կնոջ հետ, որն աշխատում էր նրա արհեստանոցի կողքին։ Մարինեն հարսանիքի քավոր կինն էր, Անահիտն ու Ռուբենը միասին պարեցին խնջույքին, բոլորի հուզված հայացքների ներքո։ Դա այլևս ռոմանտիկ սեր չէր, այլ խորը հարգանք ջերմություն, որը գերազանցում էր ժամանակը։ Մարինեն գերազանցությամբ ավարտեց մանկավարժության ֆակուլտետը։ Անահիտն ու Ռուբենը հանդիսատեսի շարքերում էին, հպարտությունից լաց լինելով, երբ նա բարձրացավ բեմ դիպլոմը ստանալու։ Արարողությունից հետո Մարինեն գրկեց նրանց ասաց, որ այդ ամենից ոչինչ հնարավոր չէր լինի առանց նրանց։ Առանց աջակցության, առանց սիրո, առանց իրենց տված երկրորդ հնարավորության։ Նա սկսեց աշխատել որպես ուսուցչուհի Շենգավիթի հանրակրթական դպրոցում, իրականացնելով այն երազանքը, որը միշտ ունեցել էր։ Անահիտը նրան այցելում էր դպրոց, նյութեր էր տանում, ֆինանսավորում էր կրթական նախագծեր։ Բայց միշտ զգուշությամբ, միշտ հարգելով Մարինեի տարածքը, երբեք չփորձելով վերահսկել կամ ուղղորդել նրա կյանքը։ Եվ այսպես, դանդաղ, նրանց կյանքի կտորները իրար միացան։ Ոչ այն ձով, ինչպես պատկերացրել էին, ոչ իդեալական ձով, այլ հնարավորինս լավագույն ձով։ Անահիտը խաղաղություն գտավ։ Ոչ լիակատար խաղաղություն, որովհետև սպիները երբեք ամբողջությամբ չէին անհետանա, բայց բավարար խաղաղություն, գիշերը քնելու համար, առանց անցյալի կողմից տանջվելու։ Մարինեն ընտանիք գտավ։ Ոչ միայն Անահիտին Ռուբենին, այլ աջակցության ցանց, որը ներառում էր ճաշարանի ընկերներին, համալսարանի համակուրսեցիներին, նոր ծանոթներին, որոնց ձեռք էր բերել Անահիտի միջոցով։ Իսկ Ռուբենը նպատակ գտավ։ Դուստրը, որի գոյության մասին երբեք չգիտեր, դարձել էր նրա կյանքի կենտրոնը։ Նրա հետ անցկացրած յուրաքանչյուր պահը թանկարժեք էր, յուրաքանչյուր ծիծաղը, հաղթանակ, յուրաքանչյուր գրկախառնությունը, հրաշք։ Դեկտեմբերյան մի գիշեր, առաջին վերամիավորումից 1 տարի անց, Անահիտը մենակ էր առանձնատանը, երբ Մարինեից հաղորդագրություն ստացավ։ Դա լուսանկար էր։ Նրանց երեքի լուսանկարը, արված նախորդ կիրակի ճաշի ժամանակ։ Անահիտ, Մարինե Ռուբեն, ժպտալով տեսախցիկին, ձեռքերը միահյուսված։ Նկարագրությունը պարզապես ասում էր. Իմ ընտանիքը, իմ սիրտը։ Անահիտը երկար րոպեներ նայում էր լուսանկարին, մտապահելով յուրաքանչյուր մանրուք։ Հետո պահպանեց որպես հեռախոսի էկրանի պաստառ։ Ահա այն։ Ապացույցը, որ իսկական սերը գոյատում է ամեն ինչից։ Որ ընտանիքները կարող են վերակառուցվել նույնիսկ տասնամյակներ բաժանված լինելուց հետո։ Որ երբեք ուշ չէ նորից սկսելու համար։ Նա դիպավ Թիթեռնիկի կուլոնին, որը նորից սկսել էր կրել վզին, այն կուլոնի կատարյալ կրկնօրինակը, որը տվել էր Մարինեին ծննդյան օրը։ Մարինեն կրում էր բնօրինակը, բայց Անահիտը նորը պատվիրել էր իր համար։ Խորհրդանիշ, որ նրանք կապված են, միշտ եղել են, միշտ կլինեն։ Թիթեռներ։ Վերափոխում։ Վերացնունդ։ Դատը ճիշտ էր։ Կարևոր չէր, թե որտեղից էին գալիս, կարևոր չէր, թե որքան ցավ էին կրում, միշտ կար հնարավորություն վերածվելու ինչ-որ գեղեցիկ բանի։ Անահիտը, Մարինեն Ռուբենը անցել էին խավարի միջով գտել լույսը։ Միասին։ Ինչպես պետք է լիներ ի սկզբանե։ Ինչպես վերջապես էր։